Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում Կիրակ Նորիա դասեր հաղորդաշարն է, այսօրվա իմ զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով մասնագետ Վահե Դավթյանը։ Շնորհակալ եմ պարոն Դավթյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Դավթյան, առավոտը ոնց որ վատ ենք սկսել։ Թրամփը նորից հայտարարություն է արել, բառացի մեջ բերեմ, դա էլ կարող եմ միացնել, նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, նկատի ունեմ Հորմուզի նեղուցը, հիմա կգրեն պատահաբար ասել է, ինձ հետ պատահականություններ չեն լինում։ Մի րոպե ուզում եմ դնեմ, էլի։ Be great if we could do something, but they have to open it up. They have to open up the strait of Trump. I mean, Hormuz. Նրանք էլ են ծիծաղում։ Excuse me, I'm so sorry. Such a terrible mistake. The fake news will say he accidentally said no. There's no accidents with me, not too many. Պատահականություններ չեն լինում ասում են։ Հենց այնպես բան չի ասում։ Թրամփի ուղի, Թրամփի նեղուց մեթոդաբանությունը ինչպես տեսնում ենք նույնն է, այսինքն տվյալ դեպքում Կոսովոյում Թրամփի լիճ։ Այո, եւ սա ցույց է տալիս, թե ինչպես են տրանսպորտային հաղորդակցությունները, տրանսպորտային նախաձեռնությունները Միացյալ Նահանգների կողմից օգտագործվում որպես ուղիղ էքսպանսիայի գործիք։ Էքսպանսիա մերձավոր արևելքում, որի նպատակն է տնօրինել շուրջ 200 միլիարդ բարել նավթային պաշարներ ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահսկել համաշխարհային տնտեսության համար կենտրոնական նշանակություն ունեցող արտերիան, որը Հորմուզի նեղուցն է։ Հայաստանի դեպքում դա իհարկե ձևավորում է կարող է ձևավորել մի այնպիսի հաղորդակցություն, որում Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարևոր դերակատարում կարող են ստանձնել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային լոգիստիկ միջանցքի ամբողջ երկայնքով։ Այնպես որ այն, գիտեք, բոլոր հիմնադրույթները, որոնք դեռևս մի քանի ամիս առաջ տեղ էին գտել Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության դոկտրինում, առ այն, որ Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունը նախ եւ առաջ արևմտյան կիսագունդը, Լատինական Ամերիկան Մոնրոյի դոկտրինի շրջանակներում եւ որ Միացյալ Նահանգները այլևս չեն պատրաստում որևէ ռեսուրս եւ ժամանակ ծախսել մեծ Եվրազիայում կամ այլ տարածաշրջաններում իրենց առաջխաղացումն ապահովելու համար, դա բացարձակ մերկապարանոց է, ռազմավարական առումով ժամանակին դա արձանագրվեց ազգային անվտանգության ռազմավարության մեջ, դրանից անմիջապես հետո մենք տեսանք, թե ինչպես մեկը մյուսի հետևից Թրամփի ադմինիստրացիան սկսեց գեոտենտեսական նախագծեր առաջարկել ամերիկյան էքսպանսիան, ես կասեի նեո գաղութատիրական մեգա իրականացնելու համար։ Սա խոսում է մի բանի մասին, որ եւ մենք ձեզ հետ եւս առիթ ենք ունեցել բազմիցս այս խնդրի մասին խոսելու, որ նոր ձևավորվող աշխարհակարգի հիմքում ընկած է լինելու գեոտնտեսական բաղադրիչը, արդեն իսկ մենք դա տեսնում ենք։ Ինչը դա ենթադրում է, որ Իրան չպետք է լինի։ Ինչ ուզում հասկանալ, այս զարգացումների պարագայում պետք է լինի Իրան, որը ավելի շատ կհամապատասխանի Միացյալ Նահանգների եւ Նահանգների դաշնակիցների գեոռազմավարական նպատակադրումներին, պատկերացումներին, այսինքն Իրան, որը հանդես չի գա որպես մերձավոր արևելքի առանցքային դերակատար, որը վերահսկում է այդքան մեծ նշանակություն ունեցող արտերիան, որը վավերացնում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, համաձայն որոնց նույն Հորմուզի նեղուցով պարտավորվում է անխափան կերպով ապահովել տրանզիտային հոսքերը, խոսքը 82 թվականի ծովային կոնվենցիայի մասին է, կամ որը օրինակ, եթե գանք ավելի շատ դեպի մեր տարածաշրջան, Կասպիան Կովկասյան տարածաշրջան կվավերացնի, օրինակ 2018 թվականին ստորագրված Կասպիան կոնվենցիան, որի պարագայում իհարկե էապես կընդլայնվեն հնարավորությունները արևմտյան դերակատարների, մասնավորապես Կասպից ավազանի էներգառեսուրսների օգտագործման եւ դրանց դեպի եվրոպական արևմտյան շուկաներ արտահանելու համար այսօր Իրանի կողմից այդ կոնվենցիայի չվավերացում բավականին լուրջ խոչընդոտներ է ստեղծում։ Բայց սա թերևս հարցի այսպես իրավական չափումն է, մենք տեսնում ենք, որ իրավական ճարտարապետությունը այսօր աշխարհի եւ միջազգային հարաբերությունների այսպես բավականին բարդ վիճակում է գտնվում եւ ինչ որ իմաստով ենթարկում է էրոզիայի։ Մեծ հաշվով մենք գործ ունենք արխայիկ ուժի կիրառման ճանապարհով հիմնական գեոտնտեսական ուղիների վերահսկման փորձերի հետ։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարությունն է, որը նրանք իրականացնում էին դեռևս 20-րդ դարի սկզբից եւ հրաժարվեցին իրենց իզոլացիոնիստական քաղաքականությունից, այո, Ռուզվելտի օրոք, եւ
թեև ուրեմն վարչակազմերը փոխվում էին, գալիս էին նոր նախագահներ, հանրապետականները եւ դեմոկրատները շարունակում են մրցել ինչ որ խորքային հարցերի շուրջ, բայց սա ցույց է տալիս մի բան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում է գործել deep state-ը, խորքային պետությունը, որի առանցքային նպատակներից է իհարկե այդ նոր, այսպես կոչված գեոտնտեսական աշխարհակարգի ձևավորումը, որում Վաշինգտոնը կստանձնի առանցքային դերակատարում։ Իհարկե, այս մեգա ռազմավարության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցնում էներգետիկ ռեսուրսները, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այլևս չեն էլ թաքցնում, որ Իրանի հանդեպ այդ ագրեսիայի մեկնարկը եւ այդ ամբողջ ծրագիրը փաստացի կապակցված է կամ հետապնդում է մի նպատակ, դա Իրանի նավթային եւ նավթագազային ռեսուրսների տնօրինումն է։ Միացյալ Նահանգներում Թրամփի օրոք ստեղծվեց այսպես կոչված էներգետիկ դոմինանտության ազգային գործակալություն, միայն անվանումը հերիք է, որովհետեւ մենք հասկանանք, թե ինչ էքսպանսիոնիստական նպատակներ են նրանք հետապնդում։ Եվ ընդհանրապես վերջերս այդ գործակալության տնօրենը հայտարարեց, որ ի վերջո Վաշինգտոնի վերջնական նպատակը այսպես կոչված օպերացիայի շրջանակներում դա ուրեմն իրանական նավթի այսպես ազատագրումն է ինչ որ իմաստով ահաբեկչական ռեժիմի ձեռքերից։ Իրականում, եթե հարցը դիտարկում ենք պատմական տրամաբանության մեջ, մշտապես էլ Վաշինգտոնը գերզգայուն է եղել իրանական ռեսուրսների, օգտակար հանածոների նկատմամբ։ Դեռևս 20-րդ դարի սկզբից, մասնավորապես առաջին աշխարհամարտից ի վեր, մենք գիտենք, որ Իրանի ամբողջ նավթային ոլորտը տնօրինվում էր Չերչիլի նախաձեռնությամբ, ուրեմն Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծվել էր անգլո-պարսկական հայտնի այդ նավթային ընկերությունը, այնուհետև 50-ականների սկզբերին, երբ իշխանության եկավ Իրանում Մոհամմեդ Մոսադեղը, բավականին էքսցենտրիկ եւ այսպես ազգակենտրոն վարչապետ, նա բավականին այն ժամանակվա համար եւ այն ժամանակ ձևավորված ուրեմն հարաբերությունների արևմուտք-Իրան հարաբերությունների համար ինչ որ իմաստով ծայրահեղական քայլի գնաց, հայտարարելով Իրանի օգտակար հանածոների, մասնավորապես նավթի ազգայնացման ռազմավարության մասին, արդյունքում արդեն 51 թվականին խզվեցին Լոնդոնի եւ Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները։ Եվ հենց այստեղ է տեսնելով, որ Բրիտանիայի դիրքերը Իրանում թուլանում են, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականացրեցին Իրանում թերևս 20-րդ դարի առաջին գունավոր հեղափոխությունը, որը Այաքսն էր, Այաքս կոչված օպերացիան էր, որը իրականացվեց ուրեմն կենտրոնական հետախուզական ծառայության օֆիցեր Թեոդոր Ռուզվելտի թոռ Քերմիտ Ռուզվելտի կողմից, ով այդ մերձավոր արևելյան բաժնի ղեկավարներ այն ժամանակ հանդիսանում, եւ այդ փաստացի գունավոր հեղափոխության արդյունքում ձերբակալվում է Մոհամմեդ Մոսադեղը եւ որպես վերջնական արդյունք Ամերիկայի Միացյալ Նահանգները ապրապնդվում են, առավել քան ամրապնդվում են արդեն բրիտանացիների հետ մեկտեղ իրանական նավթային ոլորտում, ամբողջ նավթագազային ոլորտը բաժանվում է մի քանի դերակատարների միջև, դա վերոնշյալ անգլո-պարսկական նավթային ընկերությունն է, որը նույն 54 թվականին վերանվանվում է հայտնի British Petroleum-ի, որը առ այսօր գործում է, եւ ամերիկյան մի շարք ընկերությունների միջև, որոնք տնօրինում են այդ նավթի պաշարների շուրջ 45%-ը։ Եվ այս կոնֆիգուրացիան տևում է մինչև 1979 թվական, երբ տեղի ունում իսլամական հեղափոխություն եւ ամբողջությամբ ամերիկյան դերակատարները, ամերիկյան ինստիտուտները, բիզնես սուբյեկտները, կապիտալ ամբողջությամբ դուրս են մղվում իրանական տնտեսությունից։ Բայց հաշվի առնելով այն ռազմավարությունը, որը Միացյալ Նահանգների այդ deep state-ը խորքային պետությունը իրականացնում էր դրանից հետո եւ հատկապես 90-ականներից ի վեր մերձավոր արևելքում, իհարկե այս էքսպանսիան Իրանի նկատմամբ կարելի էր կանխատեսել։ Ինչու՞, որովհետեւ դա մենք պետք է դիտարկենք վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած նմանատիպ էսկալացիոն զարգացումների ծիրի մեջ։ Ուրեմն Իրաք 150 միլիարդ բարել նավթ, ուրեմն Լիբիա, ես նավթային դեռևս հայ թե մեթոդաբանությամբ գնանք 50 միլիարդ, ուրեմն Սիրիա շուրջ 5 միլիարդ եւ այլն, այստեղ շարքը կարելի է շարունակել, Եմեն բնականաբար, Սոմալի, Սուդան, բայց այս ռազմավարության ամենաթույլ կողմը Աքիլեսյան գարշապարը իմ կարծիքով կայանում է նրանում եւ դրա կիրառումը, դրա պրոյեկտումը իրանական ուղղության վրա կայանում է նրանում, որ եթե վերոնշյալ բոլոր դեպքերում ուրեմն այդ պետությունների քաղաքական համակարգը խարսխված էր
խարիզմատիկ առաջնորդության ինստիտուտի վրա, որ բարագայում եթե հեռացնում ես այդ առաջնորդին, ապա ամբողջ քաղաքական համակարգը փլվում է, ապա Իրանի դեպքում մենք տեսնում ենք ճիշտ հակառակ, ուրեմն իրավիճակ եւ ճիշտ հակառակ համակարգ, որը ավելի շատ ինստիտուցիոնալ է, Իրանը դրսևորում է իրեն որպես ինստիտուցիոնալ պետություն, որը ամենևին էլ կախված չէ մեկ անձի որոշումներից, մեկ անձի իշխանությունից եւ այլն։ Բայց գիտեին չէ դրա մասին, որ դա կներեք Սիրիա չէ, դա Վենեսուելա չէ։ Ուրեմն, գիտեք, ամերիկյան փորձագիտական շրջանակներում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ռազմավարական մշակումներով զբաղվող փորձագետները բավականին այսպես խորքային փոխգործակցության մեջ են գտնվում որոշումներ կայացնող ինստիտուտների հետ, եւս ես երբ կարդում եմ նրանց որոշ հետազոտություններ, զեկույցներ եւ այլն, ապա այդքան միանշանակ չեմ կարող գնահատել այն փաստը, որ նրանք այդ ամենը խորապես տիրապետում են։ Ինչու՞, որովհետեւ կա նախադեպային փորձ, որը տասնամյակներ շարունակ իրեն արդարացրել է, թույլ է տվել Միացյալ Նահանգներին դառնալու մերձավոր արևելքի առանցքային դերակատար։ Եվ համոզմունքը կայանում էր դրանում, որ Իրանի հանդեպ ագրեսիա կիրառելու հետևանքով այնտեղ ներսում նրանք կկարողանան հրահրել քաղաքացիական պատերազմ, հեղաշրջում եւ արդյունքում այդ ամենը կստանար ձնագնդի էֆեկտ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավունքներ, դրանից սկսեցին, չէ՞։ Դրանից սկսվեց 22 թվականից ծրվեց այդ իրավիճակը։ Միջեթնիկ խնդիրներ նաեւ հրահրելով, այո, նպատակ էին հետապնդում ներքին քաղաքական եւ քաղաքացիական տիրույթում լուծեն այն կամ հասնել են մեգա նպատակին, որը դրված էր իրենց առջև։ Այսօր մենք տեսնում ենք, որ Իրանը ոչ միայն առավել քան զինված պետություն է, որ 79 թվականից ի վեր իր ամբողջ ռազմավարական առաջնահերթությունները տեղավորում էր հետ սեփական զինանոցի ընդլայնման եւ հարստացմանը, այլև ինստիտուցիոնալ պետություն է։ Ինստիտուցիոնալ պետություն է, որը բավականին բարդ է խարխլել եւ ստեղծում այսօր մի այնպիսի կոնֆիգուրացիա, որում եթե Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Սոմալիում ազգային իշխանությունները այդ երկրների ինչ որ մի պահի իրենք էին փորձում դուրս գալ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների վրա տարբեր ուրեմն միջնորդերի միջոցով բանակցային գործընթաց նախաձեռնելու նպատակով, այսօր մենք տեսնում ենք, որ Թեհրանը որդեգրել է լիովին հակառակ դիրքորոշում եւ դիտարկում է այս կոնֆլիկտը որպես հնարավորություն ի վերջո ձերբազատնելու նաև այդ գուցե սանկցիաներից պահանջներ դնել, չէ՞։ Եվ ամենակարևոր խնդիրը, որ այստեղ հետապնդում է Իրանը երբեք դա չէր թաքցրել, թեև բացեիբաց գուցե դրա մասին պաշտոնական հռետորաբանության մեջ չի խոսվում, բայց Իրանը իրեն ապրիորի դիտարկում է որպես մերձավոր արևելքի համար մեկ գերտերություն։ Ինչու այսօր Սաուդյան Արաբիան մտնում այն երկրների շարքի մեջ, որը առավել քան շահագրգռված են նրանում, որպեսզի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիան Իրանի նկատմամբ շարունակվի, որովհետեւ հենց այս երկու ռեգիոնալ տերություններն են Սաուդյան Արաբիան եւ Իրանը, որոնք բախվում են այս մեգա տարածաշրջանում եւ տեսեք թե ինչպես են տարբեր ժամանակահատվածներում։ Այո, բանը հասել է նրան, որ սաուդացիները արդեն հայտարարում են, որ 2040 թվականից ի վեր սկսելու են իրականացնել միջուկային ծրագիր, այսինքն ձևավորում են դրա նախադրյալները այսօր, ինչ նպատակով սաուդացիները այսպես քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման խնդիր այսօր չունեն ընդհանրապես, այո, աշխարհի համար 1 երկիրն է նավթի ապացուցված պաշարներով, բայց միջուկային բաղադրիչը բերելով իրենց ռազմավարական օրակարգն են դրանով իսկ փորձում են հակակշիռ ձևավորել նույն Իրանին, որին ավանդաբար դիտարկում են որպես համար 1 հակառակորդ։ Եվ այն բոլոր միջնորդային ջանքերը, որոնք տարիներ շարունակ իրականացվել էին Պեկինի կողմից, այն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը 2 տարի առաջ հաստատվեց ուրեմն Թեհրանի եւ Ռիադի միջև Պեկինի միջնորդությամբ կրկին, մենք տեսնում ենք, որ դրանք ոչ միայն չհանգեցրին որևէ դրական արդյունքի, այլև կողմեր այսօր երբ բանը հասել է էգզիստենցիալ իսկապես ռիսկերի եւ հստակ դիրքորոշումներ ընդունելու այդ հրամայականի, բնականաբար նրանք մի կողմ դնելով այդ պարտավորությունները, որոնք ժամանակին ստանձնել էին, շարունակում են աշխարհաքաղաքական շատ խորքային կոնֆրոնտացիա։ Նույնը մենք կարող ենք ասել Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, այո, նույնը մենք կարող ենք ասել Քաթարի մասին եւ այլն։ Բայց նաեւ չենք տեսնում օրինակ Չինաստանի եւ նաեւ Ռուսաստանի շատ ակտիվ ներգրավումը։
առավել եւս երբ որ Ռուսաստանը եւ Իրանը ունեն բավական լուրջ պայմանագիր ստորագրած, ընդ որում բազմավեկտոր, այդ թվում Չինաստանի հետ ունեն պայմանագիր։ Իհարկե այս ընթացքում ասվում է, որ հետախուզական տվյալներ է Ռուսաստանը տրամադրում, ես չգիտեմ Չինաստանը ինչ է տրամադրում, օրինակ 12-օրյա պատերազմի ժամանակ Չինաստանը բավական աջակցեց նույնիսկ հոբ համակարգը, որը վնասվել էր մի քանի օրում վերականգնեց Իրանի, ճիշտ է, բայց հիմա չգիտեմ, հա, որտեվ այդպես միանշանակ չի Չինաստանի աջակցությունը եւ պատահական չէ, որ տարբեր մասնագետներ նույնիսկ հիմա Չինաստանին հիշեցնում են, որ զգուշացնում են, որ Իրանի դեմ այն ինչ որ կատարվում է, նաեւ դեսպանը Իրանի իդեպ ձեզ հետ զրույցում էր դա ասել շատ հետաքրքիր, շատ ուղիղ ձևով, որ նպատակը վերջ-վերջո, եթե հանկարծ Աստված մի արած թե կարողանան Իրանի հարցերը լուծել, հաջորդը Չինաստանն ու Ռուսաստանն են։ Ռուսաստանի մասով զգուշացնում են նաև հայտնի արևելագետ Սատանովսկին, քանի անգամ իր հոդվածներում է զգուշացրել։ Հիմա տեսեք, Չինաստանի մասով Միացյալ Նահանգները վերջին շրջանում փորձում են երկխոսության դուրս գալ Չինաստանի հետ։ Մենք դա տեսնում ենք 2026 թվականի հունվարից ի վեր։ Խոսքը չի գնում ինչ-որ միջելիտար բիզնես կապերի մասին, խոսքը գնում է ինստիտուցիոնալ Վաշինգտոնի եւ Պեկինի հնարավոր երկխոսության զարգացման մասին։ Ես ուզում հիշեցնել, որ այսօր երկկողմ չինամերիկյան երկկողմ այդ օրակարգում է գտնվում Դոնալդ Թրամփի այցը ուրեմն Պեկին, որը ճիշտ է տեղափոխվեց Դոնալդ Թրամփը, այո, նպատակ ուներ արդեն մարտ ամսին, եթե չեմ սխալվում, այցել Պեկին, բայց որքանով հասկանում եմ, այդ հետաձգումը տեղի ունեցավ հենց Պեկինի նախաձեռնությամբ, շրջանցելու համար այդ սուր անկյունները տարածաշրջանի էսկալացիայի շրջանակներում։ Այնուամենայնիվ այսօր կա մի շատ հետաքրքիր ուղղություն կամ պատուհան, եթե ուզում եք, որի շրջանակներում կամ որի միջոցով Պեկինը եւ Վաշինգտոնը այնուամենայնիվ գտնվում են որոշակի կայուն երկխոսության մեջ կամ կա այդ երկխոսությունը հաստատելու պոտենցիալը, խոսքը գնում է կրկին տնտեսական փոխգործակցության մասին։ Այո, մենք ավանդաբար վերջին տարիներին խոսում ենք այն մասին, որ Պեկինն ու Վաշինգտոնը գտնվում են առևտրային պատերազմի պայմաններում։ Ճիշտ է։ Դա այդպես է, բայց դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես Պեկինը, որը ուներ եւ այսօր էլ ունի հնարավորություն, օրինակ նույն նավթ կամ հեղուկացված գազ, այո, ներկրել երրորդ շուկաներից, ավելացնել օրինակ Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանից, Թուրքմենստանից, նույն Իրանից ավելացնել ներկրումները, շարունակում է հանդես գալ որպես վենեսուելական նավթի առանցքային ներկրող։ Նավթ, որ այսօր փաստացի տնօրինվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ոչ թե ամերիկյան X ընկերության, այլ հենց Միացյալ Նահանգների կողմից։ Դա այն է, ինչ որ ուզում էր Թրամփը։ Այո, եւ ես առավել քան համոզված եմ, որ եթե մենք շարունակում ենք դիտարկել այս նոր միջազգային հարաբերությունների համակարգը, որը ձևավորվում է հենց գեոտնտեսական տրամաբանության մեջ, ապա սա այն առանցքային գործիքներից է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանը օգտագործելու են առաջիկայում իրենց հարաբերությունները շտկելու, ավելի այսպես զարգացման տրայեկտորիա դուրս բերելու նպատակով։ Սա իհարկե մի զարգացման սցենարը, որը առավել քան հակասում է Իրանի տարածաշրջանային եւ ավելի լայն իմաստով, այո, միջազգային շահերին, բայց ամեն դեպքում մենք չպետք է գերագնահատենք Չինաստանը, Չինաստանի դերը մերձավոր արևելքում, ճիշտ է, Չինաստանը կարևոր տնտեսական խաղացող է, առևտրային խաղացող է եւ այլն, բայց Չինաստանը ձևավորվող աշխարհակարգի շրջանակներում այնուամենայնիվ չի դիտվում որպես վտանգի գեներացման գոտի։ Մերձավոր արևելքում մասնավորապես, այո։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Լավրովը օրերս ներքեց։ Բայց օգնում են, ինչ որ բանով աջակցում է Չինաստանը, պաշտոնապես, որովհետև տվյալ դրա մասին չկա, ամեն դեպքում հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնք անում է Թեհրանը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի ուրեմն դեսպանը, Իրանը միայնակ է այս պատերազմում։ Սա ուղիղ ցիտատ է։ Չինաստանի հետ կա փոխգործակցություն տեխնիկական, տնտեսական, առևտրային եւ այլն, բայց այս ամենը չի փոխակերպվում ռազմաքաղաքական փոխգործակցության այս փուլում առնվազն։ Եվ դա մենք իսկապես տեսնում ենք։ Եվ հենց սա այն հանգամանքն է, որը թույլ է տալիս ինձ ասել, որ Չինաստանը նոր աշխարհակարգի շրջանակներում այո կհանդիսանա որպես կարևոր տնտեսական գեներացման կետ, որպես գլոբալ տնտեսական ճարտարապետության ձևավորման շատ կարևոր դերակատար, բայց ոչ որպես պետություն, որը
լրացուցիչ ռիսկեր, ռազմաքաղաքական ռիսկեր, գեոպոլիտիկ ռիսկեր կարող է գեներացնել նույն արևմուտքի համար։ Ռուսաստան գա։ Եվ նաև այս պրիզմայով, հա, Իրանը միայնակ այո դիմակայում է, բայց առանց Ռուսաստանի եւ Չինաստանի օգնության կարողանա հնարավոր զարգացնել։ Ռուսաստանի օգնության մասին կրկին, հա, եթե անդրադառնանք պաշտոնական հայտարարությունների, ապա ինչ ասում Լավրովը երեկվա դրությամբ ասում է, որ որևէ աջակցություն չկա, հատկապես այդ կոորդինատների փոխանցման տեսքով, որովհետև հետախուզական, որովհետև Իրանը ինքն ունի բավականին զարգացած հետախուզական ծառայություն, որովհետև բոլորին ի վերջո հայտնի են թե որտեղ են գտնվում ամերիկյան բազաները, դրանց դիսլոկացիան մերձավոր արևելքում, այստեղ որևէ բարդ խնդիր չկա, եւ Իրանին առավել քան հայտնի է թե որտեղ են գտնվում մերձավոր արևելքի հիմնական տնտեսական օբյեկտները եւ նավթավերամշակման գործարանները եւ ուրեմն էլեկտրական կայանները եւ այլն, որոնք այսօր հանդիսանում են որպես թիրախ։ Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը եւս այս գործընթացների մեջ փորձում է ինչ որ իմաստով շրջանցել սուր անկյունները, պայմանավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իրականացվող որոշ քայլերով, որոնք են այդ քայլերը։ Առաջինը ժամանակավորապես դադարեցվում են պատժամիջոցները Ռուսաստանից արտանվող նավթի մասով։ Ճիշտ է, սա թույլ է տալիս ռուսական տնտեսությանը, որ այսօր գտնվում է ոչ այնքան այսպես դինամիկ զարգացման փուլում, լրացուցիչ գումար գեներացնել, այո, ընդլայնել սեփական ռեզերվային ֆոնդերը եւ փաստացի այդ ռեզերվային ֆոնդերն են, որոնք ի վերջո ուղղվում են նաեւ ուկրաինական ճակատ։ Այսինքն սա եւս մենք պետք է շատ հստակ հասկանանք, չափենք եւ ահա թե ինչու Ուկրաինան եւ պաշտոնական Կիևը այդքան նյարդային է ընկալում այդ քայլերը եւ այդ որոշումները, որոնք կայացվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի առավել եւս որ Ուկրաինան արդեն զզվացրել է, Զելենսկին զզվացրել է շատերին, մենք տեսնում ենք եւ այդ երկրներին Միացյալ Նահանգներ կլինի, եվրոպական երկրներ եւ առաջին հերթին Զելենսկին իր քմահաճույքները, հա։ Եվ տեսեք հարցի մյուս կողմը, կրկին գեոտնտեսական աշխարհակարգ, ես այս ծիրի մեջ եմ դիտարկում խնդիրը։ Տեսեք ինչ է տեղի ունենում, Հորմուզի նեղուցը փակվում է եւ սա նշանակում է, որ Պարսից ծոցից դադարեցվում է մասնավորապես գազի արտահանումները, հեղուկացված գազի արտահանումը։ Այնտեղ հիմնական խաղացողը Քաթարն է, որը աշխարհի առանցքային պետություններից է եւ ապացուցված պաշարներով եւ արտահանման ցուցանիշներով։ Եվրոպայում ստեղծվում է պակասորտ, արդեն այսօր ստեղծվել է պակասորտ եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական հաբերում գնալով աճում բնական գազի գները։ Առավել քան հմտորեն այս իրավիճակին փորձում է ադապտացվել մասնավորապես Թուրքիան, որը փորձում է դիրքավորվել որպես շատ կարևոր ռեգիոնալ հաբ, որը կարող է թույլ տալ էապես դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա բնական գազի արտահանման հոսքերը։ Որտեղից այդ վերարտահանումը պետք է իրականացնի Թուրքիան։ Իհարկե Ռուսաստանից։ Ռուսաստանը եւ Թուրքիան կապված են երկու գազամուղերով, Սև ծովի հատակով անցնող։ Դա կապույտ երկնագույն հոսքն է եւ թուրքական հոսքն է։ Միասին մոտ 50 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանում են դրանք ապահովում։ Եվ ամենայնիվ պատահական չէ, որ պատերազմի առաջին օրերին եւ վերջերս եւս մի քանի անգամ մենք տեսանք այդ հաղորդագրությունները այն մասին, որ ռուսական կողմը պաշտոնապես ուրեմն զգուշացրել է Անկարային, որ այդ երկու գազամուղերը կարող են դիտարկվել եւ կիրառվել որպես թիրախներ երրորդ երկրների կողմից եւ այդ ռիսկերը նրանք շատ հստակ գնահատում են։ Ինչ է սա նշանակում, որ եվրոպական շուկայում ստեղծած պակասորտի պայմաններում Ռուսաստանը փորձելու է լրացնել այդ պակասորտը ոչ ուղիղ մատակարարումների տեսքով, որովհետեւ Եվրոպական միությունը այդ սահմանափակումները շատ հստակ դրել է։ Ճիշտ է, օրենսդրական մակարդակում արդեն ապրիլի 1-ից այս տարվա մասամբ ուրեմն խստացվելու են սանկցիաները այն եվրոպական երկրների համար, ԵՄ անդամ երկրների համար, որոնք որևէ կերպ փորձելու են գազատրանսպորտային ոլորտում փոխգործակցություն ունենալ Ռուսաստանի հետ, իսկ 27 թվականի հունվարի 1-ից ընդհանրապես դադարեցվելու է Ռուսաստանից բնական գազի ներկրումը, բայց սա չի նշանակում, որ չկան ուրեմն շրջանցող ուղիներ եւ այդ շրջանցող ուղիներից առանցքայինը Թուրքիան է։ Սա է պատճառը, որ Թուրքիան այդքան կրավորական կեցվածք է, պատճառներից մեկը, այսպես պատճառները շատ են,
կրավորական կեցվածք է ստանձնել Հա, բայց իրանական այդ մյուս զարգացումների այո, ուղղությամբ։ բայց մյուս կողմից անդադ փորձում եմ միջնորդի դեր տանել, նաև ուզում եմ անպայման անդրադառնանք երեք Հական Ֆիդանը արտգործնախարարը Թուրքիայի հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները սկսել են եւ որ կողմերը հաղորդագրությունները Պակիստանի միջոցով են փոխանցում եւ որը կոորդինացնում է Թուրքիան։ Այսինչ sense։ Դե Թուրքիան եւ Պակիստանը ռազմավարական ուրեմն դաշնակիցներ են։ Այսօր ընթանում է բավականին լուրջ, այսպես դիվանագիտական մրցակցություն մի քանի երկրների միջև այդ միջնորդության համար, դա Թուրքիան է, Պակիստանն է, որոշ այսպես ազդակներ գալիս են նաև Քաթարից, որը եւս փորձում է դիրքավորվել որպես բալանսավորող կողմ եւ որպես միջնորդ այդ գործընթացում։ Բայց այն փաստը, որ Թուրքիան այս կոնֆլիկտի շրջանակներում ստանձնել է ուրեմն ընդգծված հակաիսրայելական գոնե այսպես հանրային արտիկուլյացիայի մակարդակում հակաիսրայելական կեցվածք, սա առավել քան տեղավորվում է Թուրքիայի գեոռազմավարական եւ գեոտնտեսական շահերի հետ, որոնք այս պարագայում կապակցված են նաեւ Ռուսաստանի գեոէներգետիկ շահերի հետ։ Սա է պատճառը, որ Ռուսաստանը, ես կարծում եմ, իրեն բավականին զուսպ կշարունակի դրսևորել այս կոնֆլիկտի շրջանակներում։ Մենք տեսնում ենք նույն դիվանագիտական հռետորաբանությունից Մոսկվայի, որ դրանք ոչ միայն կոչ են անում դադարեցնել այդ կոնֆլիկտը, այդ պարբերաբար օրինակ Լավրովը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք պաշտպանել Պարսից ծոցի այն երկրները, որոնք տուժում են այս կոնֆլիկտի շրջանակներում, մի քանի անգամ դատապարտել են Թեհրանին այդ հարվածների, քաղոբյեկտներին հասցված հարվածների համար եւ այլն։ Այսինքն ասել է, որ Ռուսաստանը այստեղ միանշանակ եւ միարժեք դիրքավորում ունի, որոնք պայմանական կարող են անվանել պրոիրանական, ես դրա հիմքերը առնվազն չունեմ, որովհետեւ կրկնում եմ, սա ստեղծում է բավականին հետաքրքիր կոնֆիգուրացիա Ռուսաստանի Դաշնության համար, որը ունի այս պահի դրությամբ որոշակի տնտեսական խնդիրներ, որոնց լուծելու համար առաջինը միջազգային շուկայում նավթի գնի բարձրացումը թույլ է տալիս էապես ընդլայնել ռեզերվային միջոցները, ես ընդհանրապես ընդգծել, որ Ռուսաստանի բյուջեի հիմքում ընկած է $50 բարելի դիմաց գինը։ Այսինքն սա կրիտիկական կետ է, հիմա հասել է 100-ի, մի պահ 120-ի է։ Ավել նույնիսկ, այո։ Դե մի քիչ կարգավորվեց վերջի շրջանում, իջավ մինչև 90, բայց այդ պիկային ժամանակահատվածում հասել էր անգամ $120։ Եվ դա թույլ է տալիս էապես ընդլայնել Ռուսաստանի տնտեսական, գեոտնտեսական ռեսուրսը, մյուս կողմից վերջնականապես չկորցնել նաև եվրոպական շուկան։ Եվ երրորդը, կապելով Ռուսաստանն ու Չինաստանը կրկին այդ էներգատրանսպորտային եւ լոգիստիկ հաղորդակցությունների շրջանակներում, այո, Իրանից արտահանումը շարունակվում է իրականացվել Չինաստանի ուղղությամբ, բնական գազի եւ նավթի եւ այլն։ Բայց հաշվի առնելով, որ մեկը մյուսի հետևից հրթիռակոծվում են Իրանի նավթագազային հանգույցները, Հարկ կղզին, որը առանցքային նշանակություն ունի, ճիշտ է այդ մատակարարումների վերամշակման եւ արտահանումների համար, հարավային Պարսը, որը Մերձավոր Արևելքի խոշորագույն ուրեմն հանքավայրն է բնական գազի, որը Իրանը կիսում է փաստացի Քաթարի հետ եւս հրթիռակոծվեց մեկ ամիս առաջ, սա իհարկե սահմանափակվում է նաեւ Իրանի արտահանման հնարավորությունները բոլոր ուղղություններով, այդ թվում նաեւ Չինաստանի ուղղությամբ։ Սա կարող է ձևավորել որոշակի պակասորդ Չինաստանի ներսում, ճիշտ է։ Այդ պակասորդից առավել քան կարող է օգտվել Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչու՞, որովհետև Չինաստանը վերջին տարիներին, հատկապես 2022 թվականին այդ ուկրաինական զարգացումներից ի վեր, օգտագործել է այդ գեոէներգետիկ գործոնը Ռուսաստանի հետ ավելի իրեն հարմար կոնֆիգուրացիաներ ստեղծելու համար։ Մասնավորապես Արկային մի քանի մեգանախագծեր Չինաստանի եւ Ռուսաստանի միջև, Չինաստանը ասում է պատրաստ են ֆինանսավորել օրինակ Սիլասիբիրի գազամուղը, եթե Մոսկվան լուրջ զեղչերի գնա։ Իսկ եթե Մոսկվան լուրջ զեղչերի չի գնում, ապա մենք ունենք այլընտրանքային դիվերսիֆիկացիոն ուղղություններ, որոնք թույլ են մեզ տալիս ապահովել մեր անվտանգությունը, տնտեսական անվտանգությունը։ Այսօր, երբ Իրանից մատակարարումները իսկ այս դինամիկան եթե շարունակվի, ապա անխուսափելիորեն կկրճատվեն, սա Մոսկվայի համար մանևրության որոշակի ռեսուրս է ստեղծում նաև
չինական թրեքի ուղղությամբ։ Չնայած ինձ մեկ-մեկ թվում է, որ Իրանը այդպես էլ ուզում է, որ ինքը միայնակ վարի այս պատերազմը, բայց ինքը կարող է շատ բան պահանջել, չէ՞, այլևս։ Նախ իրեն ըստ էության այդ սանկցիաները մաշում էին Իրանը, այնպես չի, որ ինքը խնդիրներ չուներ, այդ տարիների շարունակ այդ ծանր սանկցիաները ներսում խնդիրներ ունեին, տնտեսական, նաև սոցիալական խնդիրներ, հասարակական հարաբերությունների տեսանկյունից եւ հիմա հնարավորություն է ձերբազատվելու այդ ամեն ինչից եւ իր պահանջները դնելու։ Իդեպ օրերս իմ զրուցակիցներ պատմական գիտությունների տեխնացու Միհրան Հակոբյան, երբ որ խոսում էր թե ինչու օրինակ ասենք թե Իսրայելը պետք է ունենա միջուկային զենք, իսկ օրինակ Իրանը ոչ։ Ու ասում է կյանքը ցույց է տալիս, որ եթե ուզում ես ինքնիշխանությունդ պահել, դու պիտի միջուկային զենք ունենաս, որովհետև թքած ունեն միջազգային իրավունքի վրա, միջազգային պայմանագրերը չեն աշխատում, ոչ մի, այսպես ասած, կազմակերպություն, միջազգային կառույց այլևս չի աշխատում, առաջին հերթին Թրամփն է դրանք բանանում, ինչ պայմանագիր, ինչ ծովային պայմանագիր, ինք չգիտեմ ինչ, եւ ստացվում է, որ ով որ ունի միջուկային զենք, նա կարող է թելադրող լինել եւ պաշտպանել իր ինքնիշխանությունը, պաշտպանել եւ պահպանել։ Ստացվում է, որ նույն հիմա Իրանը կարող է օրինակ ասել, ուրեմն ես պետք է ունենամ միջուկային զենք, առավել քան երբևէ։ Իրանը կարող է դա անել եւ առաջին 12 օրյա պատերազմի ժամանակ դրա ակնարկները արվեց, երբ որ իրանական պարլամենտում օրակարգ բերվեց ՄԱԳԱՏԵ-ից Իրանի դուրս գալու հարցը։ Ինչ է նշանակում դուրս գալ ՄԱԳԱՏԵ-ից, նշանակում է ընդհանրապես իրականացնել, այո, բացարձակ սուվերեն սեփական շահերից ելնող միջուկային քաղաքականություն։ Այս պայդրությամբ, քանի որ Իրանը ՄԱԳԱՏԵ-ի լիիրավ անդամ է եւ ստորագրել է եւ վավերացրել է 68 թվականի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային, իհարկե նա պարտավոր է թույլ տալ ՄԱԳԱՏԵ-ի որոշ փորձագետների եւ այսպես, մոնիթորինգային մուտք ունենալ ռազմավարական օբյեկտների, բայց հիմա զուգահեռ ենք անցկացնում Իսրայելի հետ, Իսրայել, որը չի ստորագրել 68 թվականի այդ պայմանագիրը, բայց մենք հստակ գիտենք, որ շարունակում է իրականացնել միջուկային ծրագիր։ Միջուկային զենքի կիրառման հարցերը իհարկե պետք է առավել քան վերահսկվեն եւ այս առումով ես կարծում եմ, որ ՄԱԳԱՏԵ-ն որպես գլխավոր անդրազգային կառույց պետք է եւս վերաձևավորվի, պետք է եւս վերանայվի որպես գլխավոր վերահսկող մարմին։ Այս պահի դրությամբ ՄԱԳԱՏԵ-ն իհարկե իրականացում է վերահսկման գործառույթ, բայց չունի իրական գործիքներ, որոնք կարող են թույլ տալ այդ կազմակերպությանը ազդել, ուրեմն առանձին երկրների մակարդակում կայացվող որոշումների վրա։ Ես կարծում եմ, որ խնդիրը հենց սրանում է գտնվում, այս տրամաբանության մեջ պետք է նայենք, այլապես ցանկացած պահի նույն այն միջուկային զենքը կարող է հայտնվել օրինակ ահաբեկչական որևէ կազմակերպության ձեռքում։ Այո, մանավանդ հիմա այնպես հեշտ են խոսում միջուկային զենք կիրառելու մարտագլխիկների բաների մասին, որ թվում է, թե չգիտեմ, սովորական ինչ որ մի հատ պայթուցիկի մասն են խոսում։ Մենք մի բան պետք է շատ հստակ այստեղ հասկանանք, յուրաքանչյուր պետություն, որը ունի միջուկային էներգետիկա, քաղաքացիական միջուկային էներգետիկա, ունի ռեսուրս նաև զարգացնելու ռազմական ատոմը։ Սա է պատճառը, որ մենք պետք է գալով մեր տարածաշրջան ուշի-ուշով հետևենք միջուկային էներգետիկայի զարգացման ծրագրերին Թուրքիայում, որը բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա 1 տասնամյակի շրջանակներում մենք կտեսնենք, թե ինչպես Թուրքիան գնում է միջուկային զենքի զարգացման ճանապարհով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նմանատիպ քննարկումներ 2019 թվականից ի վեր բերվում նաև ադրբեջանական քաղաքական օրակարգ։ Ճիշտ է, շատ չի թմկահարվում, բայց եթե ուշադիր հետևեք, 2019 թվականից ի վեր Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանում խաղաղատոմի զարգացման ծրագրերի մասին։ Ուրեմն, իհարկե խաղաղատոմի զարգացումը դա մի ուղղություն է, որ առավել քան տեղավորվում է այսօրվա այս գլոբալ կայուն զարգացման ռազմավարության մեջ, բայց հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա կապը, հաշվի առնելով Ադրբեջան-Պակիստան կապը, որոնք փաստացի միջուկային գերտերություններ են։ Եռանկյունին նաև այո, այսինքն մենք պետք չէ բացառենք այն սցենարը, որ Ադրբեջանը զարգացնելով միջուկային էներգետիկա ինչ որ մի պահի կապահովի այդ անցումը դեպի ռազմական ատոմ։ Եվ իհարկե այս համատեքստում մեզ համար կենսական նշանակություն ունի մեր միջուկային էներգետիկայի ուրեմն պահպանումը, ատոմակայանի անվտանգության ապահովումը եւ այն բարդ զարգացումները, որոնք այսօր ընթանում են մեծամորի ատոմային էլեկտրակայանի շուրջ, իհարկե ես կարծում լրացուցիչ ռիսկեր են գեներացնում երկարաժամկետ առումով մեր ազգային անվտանգությանը։ Պարոն Դավթյան,
Այս իրավիճակը թույլ է տալիս օրինակ, որ Հայաստանի ղեկավարը, այսպես ասած, կուկուրուզ կրծելով Քարոզ Արշավանի այն այսպես անհոգ դեմքով, այս թիթերի բանով, ինձ մոտ ես այդպես եմ կարծում, գուցե դուք ասեք ավելի ճիշտ, որ երկրի ղեկավարը օրինակ կարող է իրեն թույլ տալ այսպես ոչ թե մտածել, հասկանալ ինչ քայլեր ձեռնարկի, ինչ ամրապնդի, հետևի որ ուղղություններով ինչ զարգացումներ են տեղի ունենում, այն երկրի ղեկավարը, որ ինքը օբյեկտ է, ինքը սուբյեկտ չէ, որ դու ունենաս որոշելու կարծիք արտահայտելու հնարավորություն, դու դառնում ես օբյեկտ, որին ասել են գնա զբաղվի, մինչև մենք քեզ կասենք, թե դու ինչ ես անելու, ատոմականի հարց կլինի, տրանսպորտի նախարարը, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը Թուրքիայի հայտարարեց եւս մեկ անգամ, որ 4-5 տարվա ընթացքում Զանգեզուրի միջանցքը ավարտին են հասցնելու։ Այսինքն, այստեղ նաեւ հարգելի հետևորդներ, պարզ է, թե Թուրքիան Հակոմ Ֆիդանի բերանով արտգործնախարար ինչու է այսպես անպայման ուզում որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանվի։ Հստակ ասում են 4-5 տարում արդեն ավարտին ենք հասցնում։ Ուզում եմ ասել, մենք այս կրակը մեր շուրջ երկրները պայմանավորվածություններ են ձեռք բերում, գոտիները ամրապնդում են, թույլ տեղերը կողմերը ուժեղացնում են, որովհետև հիմա կխոսենք նաև մի հանդիպման մասին Էրդողանի։ Եվ ես տեսնում եմ, որ այստեղ բանը, չգիտեմ, այսօր էլ ինչ որ ավտոբուս է քշում, չգիտեմ ինչ է անում, մի խոսքով է։ Այս նորմալ է։ Մենք պետք է հասկանանք, որ գործ չունենք պետական գործչի հետ, նա պետական գործիչ չէ, հա։ Նա զբաղված է մի պարզ բանով, քաղաքական կարիերիզմով եւ նրա մտահորիզոնը սահմանափակվում է ընտրական ցիկլերով։ Իսկ ինչ եք դուք ակնկալում մի քաղաքական ուժից, որը այլևս չունի որևէ հստակ առաջարկ հասարակությանը։ Առաջարկ չունի։ Չունի առաջարկ անգամ խաղաղության տեսքով, այո, որը որ նա այդքան թմբկահարում է որպես արդեն ստացված արդյունք։ Հա, բայց այդ խաղաղությունը կապիտուլյացիայի փաթեթավորումը չի, թղթի վրա գրած է խաղաղություն, բայց դա մեջը կապիտուլյացիան է։ Իհարկե, ամբողջական։ Իհարկե, եւ միակ վերջին հնարքը, որը նա փորձում է կիրառել այս նախընտրական քարոզի շրջանակներում, դա այն է, որ եթե չվերընտրվեմ, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Այստեղ շատ զգացմունքային արձագանքներ եմ ես լսում եւ ազգային ժողովում եւ լրատվական դաշտում, բայց շատ փաստարկված կարելի է ուղղակի ցույց տալ, որ այդ իր հայտարարությունը եւ այդ իր կանխատեսումը բացարձակ մերկապարանոց է։ Ինչու՞, որովհետեւ երբ որ նա ասում է խաղաղություն կա, անկախ նրանից թե մենք ինչպես ենք չափում այդ խաղաղությունը, ինչպես են գնահատում, խաղաղությունը չի իրականացվում միայն ռետորական մակարդակում։ Խաղաղությունը դա նախ եւ առաջ իրավական process է։ Այսինքն չկա այդ փաստաթուղթը, որը հիմք կարող է ծառայել, կնքեմ, թող կնքի այն ժամանակ խոսի հաստատված խաղաղության մասին։ Սա առաջինը, իրավական չափում չկա այդ խաղաղություն։ Երկրորդը, խաղաղությունը մշտապես եւ բոլոր պայմաններում դա երկկողմ գործընթաց է։ Եվ գիտեք, ֆունդամենտալ կոնֆլիկտաբանության գլխավոր օրենքներից մեկը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի կարգավորման համար այդ կոնֆլիկտի կողմերը պետք է գտնվեն համաչափ սինխրոն վիճակում։ Այսինքն չի կարող մի տեղից հնչել ուրեմն խաղաղասիրական հայտարարություններ, իսկ մյուս կողմից տվյալ դեպքում Բաքվում հնչեն ծայրահեղ, հակահայկական, ծայրահեղական եւ միլիտարիստական հայտարարություններ։ Սա նշանակում է մենք տարբեր հարթությունների մեջ ենք գտնվում։ Նույնիսկ Իրանին բան էր ուզում հասկացնել, էլի այդ բռունցքը բան արեց, հա, արյունոտ այդ բռունցքը ցույց տվեց էլի, հիշեցնելով 44-օրյա պատերազմը։ Շատ ճիշտ է։ Եվ այսօր այս մեր տեղեկատվական հասարակության պայմաններում իհարկե քաղաքացիական պայմանագիր այդ քաղաքական ուժը փորձում է գեներացնել ինչ-որ նոր տրամադրություններ, որոնք առավելապես տեղավորվում են ինչ-որ զվարճանքի դաշտի մեջ, ինչու փորձելով լրացնել պարզապես այն ռազմավարական եւ քաղաքական վակումը, որը նրանք ունեն, որի մեջ նրանք հայտնվել են իբրև քաղաքական ուժ։ Ինչով է պայմանավորված այդ վակումը, պայմանավորված է նրանով, որ որևէ ուղղությամբ նրանք այսօր չունեն, կրկնում եմ, հստակ առաջարկ ինձ քաղաքացուս, ոչ տնտեսական առումով, որովհետև տապալվել է եւ ներդրումային ուրեմն ամբողջ համակարգը, պետական պարտքի մասին էլ խոսք չկա, ոչ սոցիալական ծրագրերն են հավուր պատշաճի իրականացվում
Ենթակառուցվածքային խնդիրներ, այսինքն մշտապես հայտարարում էին, որ կապիտալ ծախսերը դիտարկվում են որպես շատ կարևոր ուղղություն, սրա համար է պարտքը նաև աճում, բայց մենք տեսնում ենք նաև այդ կապիտալ ծախսերի արդյունքները։ Բայց հետո խափեց, մոռացավ, որ այդ կապիտալ ծախսերով էր պայմանավորում այդ պարտքի ավելացումը։ Հետո ասեց զենք եմ առել, ավելի մեծ սուտ ասեց, այսինքն այդ զենքը ասեղ չի, էլի, որ միտեղ չերևա։ Այո, այսինքն այս քաղաքական եւ բովանդակային վակուումի պայմաններում պարզ է, որ նրանք պետք է իրականացնեն այս ուրախ ավտոբուս հատուկ օպերացիան, այսպես տեղեկատվական մակերեսի վրա մնալու նպատակով։ Ցավոք սրտի, բայց ինչ ամենակարևորն է, մենք չունենք այն քաղաքական համակարգը եւ քաղաքական մշակույթը, որպիսի այդ վերոնշյալ խայտառակ իրավիճակը հանգեցնի խորքային քաղաքական տրանսֆորմացիաների, որովհետեւ այստեղ արդեն մենք պետք է գնահատենք ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետությունը, որքանով է մեր քաղաքական համակարգը իսկապես զգայուն նմանատիպ վակուումային իրավիճակների եւ այլն։ Բայց ինչ էլ կար 8 տարի քանդվում է, եթե նույնիսկ այդ ինստիտուտները, ինչը որ կա պետական նույնիսկ ինստիտուտ, ինչը որ դիմանում է, ես ասում եմ դեռ հալալ է, այսքան քանդում են տակից, աչից, ձախից, կողքից, ամեն տեղից ու դեռ այս չի փլվել, էլի։ Դե ես դա խոսում եմ այն մասին, որ այո, Հայաստանը որպես պետություն դեռևս պահպանում է որոշակի ինստիտուցիոնալ իմունիտետ, այդպես եկեք դա սահմանենք։ Ես խոսում եմ այն մասին, որ ցավոք մեր քաղաքական ամբողջ տրամաբանությունը կայանում է նրանում, որ եթե որևէ քաղաքական միավոր կորցնում է իր վարկանիշը, դա ուղիղ համեմատական չէ քաղաքական փոփոխությունների հետ։ Հասկանում եմ, դուք նկատի ունեք, որ ընդդիմությունը չի կարողանում, որպես ինստիտուտ եք ասում, որ կարողանա այդ վակուումը լցնել։ Ու ստացվում է, որ նրանց այդ այդ բանը, այդ ինչ որ հայհոյանքը նրանց, չգիտեմ, այդ ավտոբուսային, չգիտեմ, խրախճանքը, շոուներն են գալիս քննարկման թեմա դառնում։ Այո, եւ արդյունքում ինչ քաղաքական էլեկտորալ ձևաչափի մեջ մենք ինչ խնդիրներ ենք այստեղ ունենում։ Էապես ընդլայնվում է չեզոք դիրքորոշում ունեցող քաղաքացիների կշիռը, մեր էլեկտորալ ընդհանուր զանգվածում։ Սա ամենավտանգավորն է իմ կարծիքով, այսինքն զանգված, որը եւ վստահաբար դուք ամեն քայլափոխին լսում եք, որ չեմ գնալու ընտրությունների, ոչ մեկին չեմ հավատում, որևէ մեկին չեմ ուզում տեսնել եւ այլն։ Ճիշտ է։ Սա խիստ վտանգավոր է մեր սոցիալ, քաղաքական, այլ անվտանգության տեսանկյունից։ Եվ սա իհարկե պարարթող է ստեղծում գործող իշխանությունների վերարտադրության համար։ Դրա համար այդ վակուումը ես կարծում եմ, որ իսկապես դուք ճիշտ նշեցիք, ընդդիմությունը պետք է փորձի լրացնել նոր ռազմավարական առաջարկներով, նոր ծրագրերով, նոր խոսույթով։ Ժամանակը արդեն բավականին քիչ է մնացել, ես կարծում եմ օր առաջ անհրաժեշտ է զբաղվել դրանով։ Հա, մանավանդ հիմա այսպիսի խնդիրներ, երբ որ ունենք անվտանգային առաջին հերթին այսպիսի լուրջ խնդիրներ, մարտահրավերներ ունենք, ապատիկ հասարակությունը ամենավտանգավոր բանն է, թերևս, չէ, որը որևէ երկրի համար, մեր դեպքում առավել եւս։ Քեսանյան, միշտ կա այսպիսի մի քաղաքագիտական օրենք էլեկտորալ պրոցեսներին վերաբերող, երբ երկիրը գտնվում է ճգնաժամային պայմաններում, իսկ մենք ձեզ համաձայն ենք, չէ՞, նրան որ մենք ճգնաժամ ենք ապրում։ Իհարկե։ Ապա նորմալ չէ անգամ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից եւ խիստ վտանգավոր է, երբ այդ էլեկտորատը չեզոք կամ ապատիկ դիրք զբաղեցնող էլեկտորատը զբաղեցնում է բավականին այսպես մեծ դաշտ կամ ունենում է մեծ կշիռ։ Ճիշտ հակառակը օրինաչափություն է քաղաքագիտական, որ կրիզիսների, ճգնաժամերի ժամանակ այդ շերտը գնալով սեղմվում է, ինչու, որովհետև մարդիկ ճգնաժամի պայմաններում փորձում են ավելի շատ իրենց ասոցացնել այս կամ այն քաղաքական ուժերի եւ այդ ուժերի կողմից առաջարկվող լուծումների հետ։ Մեզանում տեղի ունենում ճիշտ հակառակը, որը կրկնում եմ հակասում է բոլոր քաղաքական օրինաչափություններին։ Դե տեսեք, տևական ժամանակ, որ ասում ենք կապիտուլյացիան միայն տարածքային, տնտեսական, ռեսուրսային իմաստով չի տեղի ունենում։ Կապիտուլյացիայի տեղի ունենում նաև հասարակության իմաստով։ Այն առումով, տեսեք, ընդհանրապես պատահական չի եկեղեցու դեմ հարձակումները, ինքնության դեմ հարձակումները, հայկականության, հա, որ հայի, հա, արած սարի, հա, որովհետև դա ի վերջո բան է, հա, երազանքն է, հաղթանակի երազանք կարող ենք ասել, այսինքն երբ որ երազանքները
ջարդվում, Արցախի կորուստը, հիմա պատմական հիշողությունը, երբ որ վերածում, ուզում են վերածել բնակչության, որ արդեն նույնիսկ զենք որևէ փամփուշտ պետք չի լինելու օգտագործել։ Թշնամին հաշվարկում է, չէ՞, եւ այս դեպքում ապացիկ հասարակությունը, հա, մեզ համար կարեւոր է, որտեվ սա էլ ասեմ, պարոն Դավթյան, դուք հատկապես որպես քաղաքագետ կարող եք ասել, տեսեք, անընդհատ տեսնում ենք ու որպես մամուլի միջոց, մամուլի ներկայացուցիչ, գուցե ես էլ ունեմ այդ մեղքը, օրինակ մենք խնդիրներն ենք ցույց տալիս, հա, որպեսզի մարդիկ տեսնեն ինչ է կատարվում, որովհետև չենք հասցնում անընդհատ այդ սուտը կեղծիքը բացել, զուգահեռներ անցկացնել, հիշեցնել մարդկանց, որովհետև իրենք այսպես ուզում են անպայման ջնջեն հիշողությունը, իրենցից առաջ ոչ մի բան չի եղել ու իրենցից հետո չի լինելու, ասում է մեզնից հետո մենք եթե չընտրվենք, հերիք չի պատերազմա լինելու, թրիփ չի լինելու, խաղաղություն չի լինելու, ոչ ման են լրատվամիջոցներ չեն այո, բուսականություն, լրագրողների ոտքերը ջարդելու են, հաշմանդամ են, ինչ ասեք, աղանդավորական ուղիղ քարոզա, չէ՞, գնում են, որ ասում է, եթե չանես, չգաս, ապա դու կհայտնվես դժոխքում։ Բայց ինչն եմ ասում, մեր սխալը ինչու՞մն է, գուցե ինձ որպես մեդիայի ներկայացուցիչ չեմ ասում։ Գուցե այն է, որ այո, մենք վազեվազ փորձում ենք այդ ճշմարտությունը բացահայտել, ցույց տալ, ժողովրդին հիշեցնել, նայեք առաջ ինչ էր ասում, այո, բայց մենք մոռանում ենք ասել, թե մենք ինչ հաջողված սցենարներ ենք ունեցել մեր ընդհանրապես, որ պատիվ է հայ լինելը, որ մենք գիտեք ինչ Նիկոլ Փաշինյանը քամես ԿՊ-ի այդ ուրախ ավտոբուսի բնակիչները չեն, հայի տեսակը դա չէ, մենք ունեցել ենք հերացի, մենք ունեցել ենք շիրակացի, նայեք ինչ պայմաններում, ինչ մարտահրավերների ժամանակ են, ինչ ժամանակներում են նրանք ստեղծագործել։ Մաշտոցի դերակատարումն է արդեն հարցականի տակ։ Այ դա եմ ասում, ցեղասպանությունը ջնջեն, հիշողությունը ջնջեն, այսա մենք պետք է կարողանանք սա գուցե ցույց տալ։ Տեսեմ, մի փոքր էլի տեսական դաշտ գամ, կոնֆլիկտաբանությունը, այդ բոլոր հարցերի պատասխանը իրականում տալիս է։ Ինչ են ասում կոնֆլիկտաբանության դասականները։ Առհասարակ, եթե դու ուզում ես հստակեցնել քո ինքնությունը եւ կայանաս որպես որոշակի ինքնություն կրող սուբյեկտ, լինի դա ազգային ինքնություն, լինի դա քաղաքական ինքնություն, քաղաքացիական, անգամ անձնական ինքնություն, մեզ այդ յուրաքանչյուրը ունի, չէ՞, ինչ որ նաեւ յուրատուկ ինքնություն։ Անհրաժեշտ է կիրառել մենք նրանք կամ ես նա այդ սկզբունքը, այսինքն միայն հակադրման միջոցով, խոսքը չի գնում խորքային, կոնֆլիկտային, այսպես ասած, ծայրահեղական հակադրման մասին, բայց այդ բաժանարար գծերի պարագայում միայն դու կարող ես պահպանվել որպես ինքնություն, որևէ ձևաչափով։ Եվ սա այն է, ինչ այսօր այդ գիծը փորձում են ամբողջությամբ լղոզել, իսկ ի վերջո նաև ջնջել։ Մենք եւ նրանք փորձում են վերացնել, ասելով, որ իրականում ադրբեջանցիների հետ մենք պետք է անենք եղբայրություն, մենք պետք է առևտրի միջոցով ինտեգրվենք եւ այլն, եւ որ չկա որևէ խորքային, պատմական, մշակութային, քաղաքակրթական հակասություն։ Եթե մենք մի կողմ ենք դնում այդ հակասությունները եւ այդ բաժանարար գծերը, որոնք մենք ունենք ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաեւ այլ ժողովուրդների հետ, ապա մենք կորցնում ենք պարզապես մեր դիմագիծը։ Սա է ամենակարևոր եւ բազային այսպես, հա, գործիքը, որ այսօր կիրառվում է մեր նկատմամբ, ցույց տալու համար, որ չկա մենք եւ նրանք։ Հա, այսինքն մոռացեք, որ ձեզ կոտորել են։ Չէ, ասում են, մաքրում են, բան, չէ, նրանք չեն ուզում ձեզ սպանեն։ Ալիևը անդադ ասում է, խորհրդում է, որ սպանելու են, ցանկացած ադրբեջանցի ասում է, որ առաջինը կուզի գլուխը կտրի հայի, նույնիսկ Թուրքիայում էին, չէ, հարցում արել, ադրբեջանցի էր նույնիսկ եղել։ Անընդհատ թուրքական լրատվամիջոցներով պետական խոսում են մեր տարածքների զարթման մասին, Զանգեզուրի միջանցք են ասում Սյունիքան եւ Սրանք ասում են, չէ, նրանք խաղաղություն են ուզում։ Լուրջ մարտահասպանը ուզում է Ադրբեջանում հայատյացությունը արդեն վերածվել է ինստիտուցիոնալ մակարդակի։ Ես դրան օրերս էլ անդրադարձել, մի պարզ օրինակ ընդհանրապես բերեմ։ Հայաստանը բենզին է ներկրում Ադրբեջանից, ճիշտ է, Սոկար ընկերությունից։ Սոկարի դուստր 100%-ից դուստր ընկերությունը Սոկար Թրեյդինգը Շվեյցարիայում լոբիստների, լրագրողների է ֆինանսավորում հակահայկական եւ հակաարցախյան նարատիվներ զարգացնելու համար։ Սա ինչ է, եթե ոչ հայատյացության եւ արցախատյացության ուղիղ ինստիտուցիոնալացում։ Սրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում ոչ միայն մանկապարտեզում, դպրոցում եւ այլն այդ ծրագրերին ծանոթ ենք, չէ, որոնք իրենց էությամբ հակահայկական են եւ ծայրահեղական են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես օրինակ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում
ֆինանսավորվում են բավականին մեծ հետազոտական խմբեր, որոնց գլխավոր նպատակն է ցույց տալ պարզապես, որ հայերը որպես ինքնություն գոյություն չունեն, որ Հայաստանը դա արհեստածին մի պետական միավոր է, եւ որ այն ինչ որ իրենք են, այսինքն արհեստական ստեղծում, բայց Տիկին Սարյանյան, բանն ինչու՞մ է, հիմա երբ մենք հարցին նայում ենք պրագմատիկորեն, իրենց տեսանկյունից, իրենց ազգային շահերի տեսանկյունից, կայացման նպատակներից ելնելով, նրանք վարում են բավականին համակարգված քաղաքականություն։ Եվ այո, 2020 թվականից ի վեր մենք տեսնում ենք, թե ինչպես ադրբեջանցիները կայանում են կամ փորձում են կայանալ եւ դա նրանց մոտ հաջողվում է որպես քաղաքական ազգ եւ որպես ազգային ինքնություն։ Նիկոլ Փաշինյանների ձեռքով, որովհետև ինքը լվանում է մաքրում է Ալիևների, հա, բռնապետ, կոռումպացված, հա, նույնիսկ գանգստեր էր ասել, չէ, վերջերս միջազգային փորձագետներից մեկը, նրա դեմքը նա մաքրում է ցեղանը Թուրքիայի դեմքը, որը ասում է ցեղասպանությունը դեռ պետքա տեսնենք ում պատճառով ա եղել։ Երևի մենք ենք մեղավոր եղել, որ մեզ ցեղասպանել են, կամ ռուսներն են մեղավոր եղել։ Բա հələ տեսնենք, հələ տենանք այդքան մարդ եղել է, կոտորվել է, այն ինչ որ թուրքերն էին ասում։ Սա է խնդիր։ Եվ Ադրբեջանը օգտվելով այդ ստեղծած իրավիճակից, ստանալով այն պարարտ հողը, որ այսօր ձևավորվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում եւ այլն, իհարկե սա օգտագործվում է որպես ռեսուրս սեփական պետականության զարգացման, ազգային եւ քաղաքական ինքնության կայացման համար։ Դրան գումարած նաև այն ռեսուրսային բազան, որն է Ադրբեջանը, եւ մենք արդեն միջնաժամկետ կտրվածքում ստանում ենք մի պետություն, հանձին Ադրբեջանի, որը ունի բավականին լուրջ կշիռ եւ դերակատարում եվրասիական գործընթացներում։ Մենք դա այսօր արդեն տեսնում ենք։ Եվ չպետք է որևէ պարագայում թերագնահատենք։ Եթե դու Հայաստան գտնվելով աշխարհագրական նման կարևոր դիրքում, եթե դու չհասկացար Նիկոլ Փաշինյանը Արցախը ինչ է ու հանձնեցիր, հիմա էլ տեսակ ասեց, ինքը խոստովանեց եւս մեկ անգամ։ Ասում եմ, մենք գիտակցաբար ենք գնացել այդ զողողությանը, այսինքն որ պետություն ունենանք, ոնց որ պետություն չենք ունեցել իրենցից առաջ։ Այսինքն ինքը գիտակցաբար խոստովանեց հարգելի հետևորդներ, որ այդ 5000 տղաներին հենց այնպես չի հողին հանձնել։ Հա, իր անձնական նպատակ։ Տեսեք, Արցախ ունենալ նման ադամանտ, Սյունիք ունենալ, դու կշիռ ես, չէ՞, ունենում, ատոմականը կշիռ է, չէ՞, տալիս պետության։ Այսինքն դու այն ինչ որ քո ուժն է, դու հանձնում ես, ուզում ես հանձնես, հա, փակես, հանձնես ինչպես ուզում են եւ վերածես մեզ օբյեկտիվ, ինչպես դու ես օբյեկտիվ, որը նպաստում է Ադրբեջանի պետականության զարգացմանը։ Ուղիղ կերպով։ Դա եմ ասում, իրենք են օգնում դրան։ Եվ եթե այսպես շատ հստակ նախագծերի մակարդակում թրիփ հեռու պետք չի գնալ, որը ինչ է ի վերջո, բացի այն մեգա ռեգիոնալ միջազգային խնդիրներից, որը թրիփը կարող է լուծել, այսինքն Միացյալ Նահանգների ներկայություն Եվրոպա, Կովկաս, Ասիայում, այո, Թուրքիա-Ադրբեջան կապ եւ այլն, Ալիևի համար թրիփը, որը նույն բրենդավորված իմ խորին համոզմամբ Զանգեզուրյան միջանցքն է, լուծում է մի շատ կարևոր խնդիր, դա ներքին գաղութականացման խնդիրն է։ Այսինքն Ադրբեջան Ալիևը հնարավորություն է ստանում ուղիղ ցամաքային ելք ապահովելով Նախիջևան, այնտեղ հաստատել սեփական տոտալ վերահսկողությունը եւ ամբողջությամբ ինտեգրել Նախիջևանը Ադրբեջանին, այն ինչը տարիներ շարունակ նրան չէր հաջողվում անել։ Ինչու՞, որովհետև Նախիջևանում մենք գիտենք ինքնուրույն գրեթե կլան, Նախիջևանը ունի ձևավորված այնպիսի իրավաքաղաքական համակարգ, որի ներքո ուրեմն մի շարք միջազգային պայմանագրերի կողմեր, այդ թվում նաև Ռուսաստանը եւ Թուրքիան 20-ական թվականներից ի վեր հանդես են գալիս որպես Նախիջևանի ավտոնոմ կարգավիճակի երաշխավորներ, այսօր թրիփը թույլ է տալու Ալիևին էապես ընդլայնելու սեփական ազդեցությունը Նախիջևանում իրականացնելով կրկնում եմ այդտեղ ներքին գաղութականացում եւ դա այն է, ինչ արվում է կամ փորձելու են անել Հայաստանի Հանրապետության միջոցով։ Ռիսկերը այստեղ են իմ խորին համոզմամբ, այսինքն ոչ միայն մենք պետք է դիտարկենք վերոնշյալ նախագիծը որպես մի պրոյեկտ, որը վնասում է կամ ռիսկեր է ձևավորում Հայաստանի ազգային անվտանգության համար, տարածքային ամբողջականության համար, սա իր հերթին բնականաբար է, սրա մասին շատ ենք խոսել եւ կարող ենք անդրադառնալ, բայց սա նաեւ նախագիծ է, որը նպաստում է, որը դարձնում է Հայաստանին պարզապես գործիք Ադրբեջանի պետականության
կայացման եւ երկարաժամկետ զարգացման համար։ Եվ հենց սրա նպատակով է, որ այդ մենք նրանքը վերոնշյալ մենք նրանք հակադրումը փորձում են ամեն կերպ վերացնել։ Այսինքն Ադրբեջանը Թուրքիան նպաստում են, որ քո պետությունը քանդվի, ունեցած պետությունը, սահմանադրությունը, հռչակագիրը ոչնչացվի, բոլոր հզորություններից, ռեսուրսներից զրկվես, քանդում են քո պետությունը, իսկ դու ուժեղացնում ես, կայացնում ես Ադրբեջանի արեստացին պետությունը։ Նախիջևանի հետ կապված զարգացումները որ իշխանության օրոք եղան։ Այս իհարկե։ Կարգավիճակը բանարեց, հարցը կարգավիճակի հարցը լուծեց Ալիևը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, մոլодец, լուծեց։ Զորավարժություններ է անում Պակիստանի, Թուրքիայի հետ ուժեղացնում է, միլիտարիզացնում է, ամենամիլիտարիզացված կետն է հիմա։ Հայաստան մտնող ճանապարհները ընդլայնում է, որովհետև կարող է զենք անցկացնել, ճիշտ է թե չէ։ Սահմանադրության մեջ փոփոխություններ արեց, ճիշտ է։ Կարսի պայմանագրի հետ Այո։ Հանեց, այո։ Բանը, ներածությունից հանեց, այո։ Սա Նախիջևանի, խնդրեմ, եւ հիմա էլ ասում են, պետք է Նախիջևանով հումանիտար ճանապարհ տանք Ադրբեջանին, որ կապվի Իրանի հետ։ Էլի, որ ասում են, ինչ անենք Ադրբեջանի համար, էլ ինչ է։ Այն պայմաններում, երբ Ադրբեջանը 2020 թվականից ի վեր փակ է պահում սեփական ցամաքային սահմանը Իրանի հետ, որը ավելի երկար սահման։ Այո, կորոնավիրուսի պանդեմիան օգտագործեց որպես շարժառիթ, բայց առ այսօր փակ են պահում այդ սահմանը կրկին անվտանգային նպատակներից ելնելով իհարկե։ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Իհարկե, այո, շատ կարևոր է։ Նախիջևանը այս առումով դառնում է ինչ որ իմաստով տարածաշրջանային heartland, այսինքն առանցքային մի տարածք, որը տնօրինելով Ադրբեջանը իհարկե հնարավորություն է ձեռք բերում, նաև Արցախը տնօրինելով հետ մեկտեղ դառնալու Հարավային Կովկասի առանցքային դերակատար։ Փաշինյանը եւ նրա թիմակիցները գուցե ասեն, որ սա պրագմատիկ հաշվարկ է, որ սա ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների հետևանք է, Հայաստանը ունի այն բարձր սուբյեկտայնությունը, որպեսզի ազդի այդ գործընթացների վրա եւ մեր նպատակն է ընդհանրապես հարմարեցվել այս իրավիճակին։ Բայց իմ խորին համոզմամբ ժամանակակից աշխարհում եւ ես քիչ առաջ դրա մասին արդեն ասացի, տեղի ունենում տեկտոնիկ փոփոխություններ, հատկապես պետական շինարարության ոլորտում։ Ընդ որում այդ տեկտոնիկ փոփոխությունները մենք տեսնում ենք եւ արևմուտքում, եւ արևելքում, եւ հյուսիսում, եւ հարավում, այսինքն ի հայտ է գալիս ավելի ազգակենտրոն եւ սուվերեն, ոչ այնքան ինտեգրված անդրազգային կառույցների պետության հանդեպ պահանջարկ եւ քաղաքական որոշ էլիտաների եւ ժողովուրդների կողմից։ Եվ սա է պատճառը, որ նա գլոբալ հարավը գնալով փորձում է միավորվել այդ սկզբունքային գաղափարի շուրջ։ Սա է պատճառը, որ Եվրոպական միությունը մի հայտ են գալիս շատ կարևոր խաղացողներ, ովքեր խոսում են այս պարադիգմայի առաջ խաղացման մասին, որ սա քաղաքակրթական մարտահրավեր է, որոնք մենք այսօր առերեսվում ենք, բայց արի ուտես, որ այս ամենի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունը դեռևս շարունակում է մնալ 1990-ականների հետ սառը պատերազմյան տրամաբանության մեջ, երբ այսպես կոչված դեմոկրատական տրանզիտը, լիբերալ աշխարհակարգի ձևավորումը դիտարկվում էր որպես այն ժամանակվա, ուրեմն քաղաքական իրողության գլխավոր դրսևորում։ Այդ ժամանակը վաղուց անցել է եւ ոչ միայն անցել է, այն չի հաջողել։ Լիբերալ անցումը հետ սոցիալիստական, այդ թվում նաև հետ խորհրդային տարածքում եւ արևելյան Եվրոպայում այն չի բերել այն խորքային տրանսֆորմացիաների, ինչպես որ նախատեսում էին Միացյալ Նահանգների ստրատեգները, որոնք մշակում էին այդ ամենը։ Բայց սրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ այդ լիբերալ, իսկ ավելի հստակ նեոլիբերալ գործիքակազմը այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից դիտարկվում է որպես առանցքային պետական քաղաքականության եւ արտաքին քաղաքականության վարման գործերում։ Ավելի հստակ ասենք,
ֆոն դեր Լայենները, Ուրսուլաների ժամանակը ավարտվում է, կայակալասների արդեն իներցիայով դեռ նրանք շարունակում են Շարլ Միշելների, հա, ժամանակը ավարտվել է, նրանք կամ գնալու են վաստակեն իրենց վայելեն իրենց թոշակներն ու նավթադոլարային փողերը, հա, ինչպես հիշում եք խավիարային դիվանագիտությունը, որ պայթեց մինչև 18-ը, հիշում եք, հա, ինչ տեղի ունեցավ ամբողջ Եվրոպայում պայթեց դա ու շատ կարևոր դրվագ է։ Այլ նաև կարող է ասենք թե որոշներն էլ օրինակ Մոգերինիների պես քրեական գործեր շալակեն, չգիտեմ, որոշներն էլ ճաղերի հետևում հայտնվեն։ Իրենք Եվրոպա չեն, իրենք արևմուտքը չեն ներկայացնում եւ այդ հասարակություններում նույնիսկ կա լրջագույն ընդվզում իրենց նկատմամբ, չէ՞։ Այո, այդ ցաղ գաղափարախոսությունները ուրեմն ցաղ պոպուլիզմը, որը վերջին 20-25 տարիների ընթացքում մի բան էլ ավել այդքան տարածվում էր, հատկապես հետխորհրդային տարածքում, ցույց տվեց այն, որ իրականում երկրները, որոնց նկատմամբ այդ ռազմավարությունները կիրառում են, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը, այո, օրգանապես չեն կարող տեղավորվել այդ հարացույցի մեջ։ Եվ սրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես Եվրոպական միության որոշ երկրներում, եթե ավելի հստակ լինենք, օրինակ Հոլանդիայում, օրինակ Շվեդիայում, ես էլ չեմ խոսում Հունգարիայի, Սլովակիայի մասին եւ այլն, այդ հակալիբերալ օրակարգով հանդես եկող ուժերը գնալով ձեռք են բերում ավելի մեծ կշիռ, հայտնվում են խորհրդարաններում եւ ուղիղ ազդեցություն ունենում գործող ուրեմն քաղաքական որոշումների կայացման վրա։ Սա մենք պետք է հաշվի առնենք, սա այն կոդերն են աշխարհաքաղաքական, որոնք այսօր աշխարհում ի հայտ են գալիս, եւ մենք որպես պետություն պետք է ավելի շատ ադապտացվենք դրան։ Բայց կրկնում եմ, քանի որ գործող իշխանությունները այսօր չունեն հստակ առաջարկ հանրությանը, նրանց միակ մանևրը, որի շրջանակներում նրանք իրենց քիչ թե շատ լավ են զգում, օրգանական են զգում, ասենք կայակալասը բան արել, աջակցելու է խումբ են ուղարկելու։ Դա քաղաքացու գովերքումն է։ Դա քաղաքացուն պետությունից ավելի վեր դասելն է, որ ամբողջությամբ տեղավորվում է այդ նեոլիբերալ տրամաբանության մեջ, եւ քաղաքացին ավելի բարձր է կամ պետությունը։ Այո, մինչդեռ հակառակ կոնֆիգուրացիան, կրկնում եմ, այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում ստանում է շատ լուրջ ակտուալացում։ Այս առումով մի խոսքով այն քաղաքական որոշումների կայացման գիծը, որը գերիշխում է Հայաստանում, ամբողջությամբ ապարդիական է եւ կարծում եմ, որ հուսամ ընտրություններից հետո, եթե մենք ունենանք որոշակի փոփոխություններ, ապա նոր ձևավորվող իշխանությունը պետք է անպայման նկատի ունենա այս իմ կարծիքով անկյունաքարային սիգնալները, որոնք մենք ստանում ենք աշխարհից։ Վերանայի աշխարհակաղակական բոլոր կենտրոնների հետ իր հարաբերությունները, որովհետև այնինչ որ ասում են հիմա Եվրոպան սրանք չեն։ Եվ Եվրոպան նույնիսկ մերժում է սրանց ու համարում իրենց ճգնաժամերի, այս ծանր վիճակի պատճառներից, հա, այս մարդիկ։ Եվ շատ կարևոր մի բան էլ, տեսեք, Փաշինյանին պետք է որ նրանք ասեն, այս PR անեն, ցույց տան, որ տեսեք ֆոն դեր Լայենը, հեսա գագաթնաժողով են անելու, չգիտեմ Մակրոնը, չգիտեմ Մերցը, այսքան Ստարմերը գալու են, բան են անելու, նկարվելու են, ասելու են, աջակցում ենք, դա է պետք իրենց էլ պետք է այն ինչ որ անում է Փաշինյանը իրենց համար, իրենց անձնական շահերի եւ իրենց աշխարհակաղակական շահերի համար, բայց դա գուցե այդ ինչպես ասում են ռազմաֆինանսական այդ բաների կորպորացիաների շահերի համար, որտեղ այդ միլիարդ օրինակ ասենք այդ միլիոնները, որ հիմա օրինակ ուղարկում են այստեղ իբր հիբրիդային պատերազմի դեմ պայքարի։ Իսկ ինչ գիտենք, որ այդտեղ ատկատով հետ չեն գնում, նենց չի եվրոպացի բանը, բյուրոկրատիան փող չի սիրում, հանկարծ չխոսեն այդ մասին, չխոսեն հանկարծ էլի։ Ընդհանրապես այդ հիբրիդային պատերազմ եզրույթն էլ ես կարծում եմ սխալ է օգտագործում, այն խիստ մանիպուլատիվ է։ Բայց շատ ճիշտ է Հայաստանի դեմ են օգտագործում, հիբրիդային պատերազմ հիմա տեղի ունենում Հայաստանի դեմ։ Ինչ է հիբրիդային պատերազմը։ Դա միաժամանակ մի քանի գործիքակազմերի կիրառում, ներառյալ ռազմական գործիքակազմը։ Այսինքն հիբրիդայինը երբ որ կիրառվում է եւ ռազմականը, եւ դիվանագիտականը, եւ տնտեսական, եւ տեղեկատվականը, եւ հոգեբանականը։ Հիմա դա եմ ասում, Հայաստանի դեմ տեղի ունենում հիբրիդային պատերազմ։ Այո, բայց ոչ Ռուսաստանի կողմից, ինքնին իրանք որովհետեւ դիտարկում են Ռուսաստանը որպես հիբրիդային սպառնալիք, սրա մասին է խոսքը։ Չէ, այսինքն 18 թվականից մինչև հիմա
տեղի ունենում հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ, Հայաստանի ուղղակի դեմ, հիմա այո։ վերջին արարին են հասել։ Այո, Հա, շատ ճիշտ է։ եւ պետք է նայել այդ փողերը, որ գալիս են, ընդ որում ոչ միտեղ հաշվետվություն չեն էլ ներկայացնում, չէ։ Այդքան 18-ից հետո ինչքան գումար է մտել Հայաստան, իբրև աջակցություն, իբրև գրանտ, պետք է նայել, չէ՞ այդ։ Ուր են գնացել։ Որոշակի թվեր կան իհարկե, գրանտային միջոցների մասով որևէ վերահսկողություն չկա, բայց ինչ վերաբերում է վարկային միջոցներին, ԵՄ կողմից ժամանակին խոստացված 2.6 միլիարդ եվրո, որի մի մասը, եթե չեմ սխալվում, արդեն տրամադրվել է, այո, տարբեր միջազգային կառույցների կողմից հատկացված գումարները, որոնք ի վերջո հանգեցին մի արդյունքի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը աճեց այս պայդրությամբ հասնելով մինչև $4700։ Սա բավականին վատ ցուցանիշ է, եթե համեմատում ենք օրինակ մեր հարևան երկրների հետ, նույն Ադրբեջանի հետ կամ նույն Վրաստանի հետ։ Այսինքն այդ ֆինանսական ակտիվ փոխգործակցությունը եվրոպական եւ միջազգային կառույցների հետ չի բերել տնտեսության մուլտիպլիկատիվ էֆեկտի, չի բերել նոր տնտեսական արդյունաբերական հզորությունների զարգացմանը, խոսեցինք արդեն կապիտալ ծախսերի մասին, ուղղվել է առավելապես պետության կողմից սոցիալական ֆունկցիայի կատարմանը, որը պետք է պետությունը ինքը սեփական միջոցներով աներ, սա արդեն միջոցների արդյունավետ կառավարման խնդիր է։ Եվ սրա արդյունքում Հայաստանը այսօր հետ խորհրդային տարածքում երևի թե հնա արտաքին պարտք այդ համադրության մեջ ամենավատ դիրքերում է գտնվում։ Սա ի վերջո այս ամբողջ փոխգործակցության գլխավոր արդյունքը։ Հսկայական բեռ, որը ծանրացել է արդեն մեր յուրաքանչյուրիս վրա եւ ել ավելի ծանրանալու հետագա սերունդների վրա։ Նաև երբ որ մենք ասում ենք պարտքը, մարդը չի հասկանում այդ պարտքը ինչ է նշանակում, հա, երբ որ մենք քաղաքացուն ասում ենք քո պարտքը ավելացրել է քո վրա, այսքան պարտք է քո երեխայի, քո թորմիկի, քո ծորան վրա, այսքան պարտք է։ Մարդը չի հասկանում դա ինչ ուղիղ կապ ունի նաև պետության հետ, որովհետև եթե օրինակ պետությունը չկարողանա սպասարկել այդ պարտքերը փակել, հա, ինչ է լինելու, ինչ հետևանք է լինելու, սա չենք բարձրացվելու են երկրի ներսում սակագները, կրճատվելու են սոցիալական տարբեր նպաստներ, թանկանալու են առողջապահական ծառայությունները, թանկանալու են կրթական ծառայությունները եւ այլն, այսինքն միևնույն է, սա խնդիրները պետության բանկրոտի կարող է հասցնել։ Ի վերջո, այո, դե այս պահի դրությամբ, եթե խոսենք հնա արտաքին պարտք համադրության մասին, ապա դա կազմում է 47.5%, կենտրոնական բանկը ասում է, որ մեր համար կրիտիկականը 50%-ն է, այսինքն մոտ ենք մենք իրականում այդ կրիտիկական կարմիր գծին։ Համեմատության համար Ադրբեջանում մենակ 19% է, Վրաստանում 33-34%, այսինքն այս առումով մեր ֆինանսական անվտանգության տեսանկյունից մենք խիստ վտանգավոր վիճակում ենք։ Հենց հասանք 50%-ի, եւ սա տեսական ինչ որ դրույթ չի, որը ես հիմա ասում եմ դասագրքից, դա այն է, ինչ ասում են նաեւ կենտրոնական բանկը։ Սա արդեն հիմքեր է ստեղծում որոշակի ռեցեսիոն գործընթացների համար։ Եվ եկեք ինչ կարող են շատ երկար խոսել խաղաղության մասին, կարող են երկար խոսել, չգիտեմ, արդարության հաղթանակի մասին Հայաստանում տարբեր տարատեսակ նմանատիպ փաթեթավորումներով հանդես գան, կոռուպցիայի բանով էլ տեսակ ինչ ցուցանիշներ, կոռուպցիա, համակարգային կոռուպցիայի։ Կան շատ հստակ չափումներ, որոնք ցույց են տալիս, որ այս իշխանությունները իհարկե ձախողել են, այսինքն այն բազային գործառույթները, որը յուրաքանչյուր իշխանություն պետք է կարողանա հավուր պատշաճի ապահովել, իսկ դրանց չապահովման դեպքում պետք է գնա հրաժարականի, դրանք ամբողջությամբ տապալել են։ Սա առավել քան հստակ է, դիտարկեք, նայեք մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները, սկսած ուրեմն ուղիղ արտաքին ներդրումներից, որոնք գնալով կրճատվում են։ Օրինակ, դեպի իմ համար որպես մասնագետի ով առավելապես գեոտնտեսական տրամաբանության մեջ է նայում քաղաքական գործընթացներին, շատ կարևոր ցուցիչ է, երբ պետությունը իրականացնում է ենթակառուցվածքային նախագծեր։ Սա, գիտեք ինչ է, կա մի տեսություն անգամ գեոանթրոպոլոգիական տեսություն, որը ցույց է տալիս, որ եթե դու քո տարածքում, քո երկրի տարածքում իրականացնում ես մեծ ենթակառուցվածքային նախագծեր, մեծ տրանսպորտային նախագծեր, մեծ կայաններ եւ այլն եւ այլն, մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Բացի մուլտիպլիկատիվ էֆեկտից, դու քո սուվերենությունն ես ամրապնդում այդ տարածքում, դու ավելի խորն ես թողնում քո արմատները այդտեղ, դու յուրացնում ես այդ տարածքը, դու գաղութականացնում ես այդ տարածքը քո սուվերեն շահից ելնելով, դարձնում ես քոնը ավելի շատ։ Հա, բայց դու որպես պետություն պիտի դա լիդեր, դու ղեկավար, Դե, դու դա պիտի ուզես, եթե քո ուզածը լրիվ դրա հակառակն է։ Շատ ճիշտ է, եւ ինչու եմ ասում, սա իմ համար շատ կարեւոր ինդիկատոր է։ Քանի խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացրել ՔՊ-ն այս 8 տարիների ընթացքում 0։
0 ենթակառուցվածքային ծրագիր։ Որևէ բան կա, արդյունաբերություն վերցրեք, հա, արտադրություն ասեք, որևէ բան։ Մենք դրա մասին եւս բազմիցս խոսել ենք, որ ապաինդուստրիալիզացում է գնում Հայաստանում։ Ասենք Ամերիկան կարող է թույլ տալ, չնայած հիմա դրա ձեռքրակն է ընկել, չէ՞, որովհետեւ ինքը սկսեց այդ ֆինանսական բաների վրա իր տնտեսությունը կառուցել եւ Չինաստանը ընդհակառակը արդյունաբերություն, արտադրող տնտեսություն եւ հիմա խնդիր ունի, նույնիսկ Ամերիկան չի կարող իրեն թույլ տալ, ուր մնաց Հայաստանը։ Եթե իշխանությունը փորձում է կատարել այն խոստումը, լավ ապրելու մասին խոստումը, որով միշտ հանդես է գալիս, ապա պետք է նախ եւ առաջ զբաղվի տնտեսական անվտանգության խնդիրներով։ Եթե ավելի հստակ խոսենք, ապահովի ինդուստրիալիզացիա, այսինքն արտադրական հզորություններ, հանդես գալով ոչ միայն որպես հումքային բազա, հա, օրինակ ինչպես այսօր մեր Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարանը կամ նմանատիպ այլ օբյեկտներ, այլ հավելյալ արժեք ստեղծող տնտեսություն, կայանալ որպես հավելյալ արժեք ստեղծող տնտեսություն։ Միայն այդ պարագայում եւ դրա հետևանքով նաեւ արտահանման խրախուսման պարագայում մենք կկարողանանք երկրի ներսում ունենալ ավելի բարվոք տնտեսական վիճակ եւ այն քանակական ցուցանիշները, որոնք արձանագրվում են Հայաստանի մակրոտնտեսական տիրույթում, տնտեսական աճ, հնայիչ եւ այլն, կունենան նաեւ ուղիղ որակական ազդեցություն յուրաքանչյուրիս կյանքի վրա։ Երեք հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերության BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկի հետ, հանդիպել են նրանք Դոլմա Բախչայում, որը ի դեպ հայ ճարտարապետ Բալյաններն են կառուցել, հարգելի հետևորդներ, հայերն են կառուցել, գնացեք Ստամբուլ ու տեսեք ինչերն են հայերը կառուցել։ Եվ այսպես հանդիպել է նախագահական գրասենյակում, շատ բարձր հանդիպում է ունեցել, նաև մասնակցել են շատ կարևոր է հանդիպմանը ովքեր են եղել տնտեսական բլոկի առանցքային պաշտոնյաները, Գանձապետարանի եւ ֆինանսների նախարարը, էներգետիկայի բնական պաշարների նախարարը, քննարկման թեմաների մասին դեռ շատ բան հայտնի չէ, բայց ներդրումային հնարավորություններ Թուրքիան փորձում է ներգրավել օտարերկրյա կապիտալ տնտեսական կայունացման աճի տեմպերի համար, հա, BlackRock-ը հայտնի է տրիլիոնների հասնող կապիտալ է տնօրինում եւ անպայման այստեղ, քանի որ մենք ձեզ հետ զրուցել ենք դրա շատ կարևոր հանգամանքի մասին Դավոսում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հրճվում էր, հարգելի հետևորդներ, որ Թրամփը իրեն ժպտում է, ձեռքը ոտքին է դնում, լուսանկարվում է, բան, Ալիևը շատ լուրջ հանդիպումներ էր ունենում եւ շատ լուրջ պայմանագրեր կնքում, 1.5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքում BlackRock-ի հետ։ Հանդիպում է կազմակերպում եւ խնդրում։ Հիմա ինչ է նշանակում այս Էրդողանի հանդիպումը։ Հաշվի առնելով որ թրիփում BlackRock-երը իրենց որոշ կազմակերպություններով այնտեղ մի քան ներկայացված են մեր Զանգեզուրի միջանցքում, մեր Սյունիքում, մեր թրիփում։ Այո։ Թեև խոսել ենք դրա մասին մենք BlackRock-ի դերակատարության մասին, բայց շատ համառոտ պարզապես այստեղ ասեմ, որ BlackRock-ը չի սահմանափակում իր գործունեությունը միայն արևմուտքով։ Այն հատկապես վերջին 10 տարվա ընթացքում դինամիկան նայեք իրենց ներկայության եւ ներդրումների Եվրասիայում հատկապես առավել քան ակտիվ է իրեն դրսևորում Կենտրոնական Ասիայի երկրներում։ Որպես զարգացող բան է նայում, իհարկե հեռանկարային, իհարկե այսօր հասել են նաեւ ուրեմն Փոքր Ասիա, Կովկաս մասնավորապես։ Ինչ է նշանակում Թուրքիայի հետ այդ փոխգործակցությունը։ Ընդամենը ամիսներ առաջ BlackRock-ի դուստր ընկերության, հիմա անունը հստակ չեմ հիշի, բայց որում BlackRock-ը մաժորիտար ուրեմն բաժնետեր է, եւ Թուրքիայի կառավարության միջև կնքվեց պայմանագիր Էգեան ծովի ափին թուրքական իր ծավալներով եւ նշանակությամբ երրորդ տերմինալը վաճառելու վերաբերյալ։ Այսինքն BlackRock-ը տնօրինում է արդեն Թուրքիայում հսկայական տերմինալ, որը հանգուցային տեղ է զբաղեցնում Եվրոպա, Կովկաս, Ասիա փոխգործակցության այդ միջանցքի շրջանակները։ Բաքվում են ունեն իրենք։ Բաքվում էլ ունեն, դրանից ընդհանրապես այդ գործարքից ընդհանրապես շաբաթներ առաջ համապատասխան պայմանագիր կնքվեց, ինչի մասին դուք խոսեցիք, դա հունվար ամսին էր, հունվարի վերջերին, Դավոսից հետո ընդ որում, ուրեմն Բաքվի նավահանգստի շուրջ պայմանավորվածության շրջանակներում այնտեղ օդանավակայան եւ այո
Բաքվի նավահանգիստը ինչով է շատ կարևոր, որովհետև նայեք տրասեկա, այսինքն Եվրոպա, Կովկաս, Ասիա այդ ռազմավարության բոլոր փաստաթղթերը Բաքվի նավահանգիստը դիտվում է որպես շատ կարևոր հանգույց։ Հիմա BlackRock-ի նպատակը այստեղ ինչու՞մ է։ Էապես դիրքավորել Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ BlackRock-ը ուղիղ կապված է ամերիկյան այսպես կոչված խորքային պետության հետ, Միացյալ Նահանգների ներկայությունը Եվրոպա, Կովկաս, Ասիա միջանցքում, իսկ ավելի հստակ եթե լինենք այսպես կոչված միջին միջանցքում, որը պետք է կապի Կենտրոնական Ասիան, ուրեմն Վրաստանի, Թուրքիայի տարածքով, ուրեմն միջերկրական ծովի եւ եվրոպական տնտեսությունների հետ։ Բայց հաշվի առնելով, որ յուրաքանչյուր համակարգի կայուն եւ անվտանգ զարգացման համար անհրաժեշտ է դիվերսիֆիկացում, դրան զուգահեռ BlackRock-ը նաեւ որոշակի ծրագրեր է փորձում իրականացնել հարավկովկասյան տարածաշրջանի այլ հատվածներում եւ այստեղ են, որ մենք պետք է դիտարկենք կրկին TRIP-ը որպես միջանցք, որը ամբողջությամբ տեղավորվում է BlackRock-ի այդ մեգա ռազմավարության մեջ եւ սա հենց այն դեպքերից է, երբ պետական շահը Միացյալ Նահանգների, այո, եւ բիզնես շահերը առանձին վերծրած այդ տրանսնացիոնալ ֆոնդի առավել քան համընկնում են։ Ինչու է սա կարևոր Թուրքիայի համար։ Եվ դեպ գալով իրանական ուղղության, այո, որովհետեւ սա իրականում փոխկապակցված գործընթացներ են։ Իհարկե։ Թուրքիան այս կոնֆլիկտի շրջանակներում մենք տեսնում ենք, որ ինչպես ասացինք, բավականին հակաիսրայելական կեցվածք է, այո, ստանցնել, քննադատում է Իսրայելին, խոսում է այն մասին, որ Իսրայելը խախտում է բոլոր միջազգային իրավունքները, նորմալ եւ այլն եւ այլն։ Եթե հարցը դիտարկում ենք այդ տրանսպորտային լոգիստիկ տրամաբանության մեջ, ապա Իսրայելի խարխլումը, թուլացումը այս պատերազմի շրջանակներում եւ դրա հետևանքներով առավել քան բխում է Թուրքիայի շահերից, ինչու մի պարզ նպատակով, մի պարզ պատճառով։ 2022 թվականի, եթե չեմ սխալվում, աշնանը սեպտեմբեր թե հոկտեմբեր ամսին, ուրեմն դեռևս Բայդենն էր նախագահ, Ինդոնեզիայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովի ժամանակ բավականին լուրջ մեմորանդում կնքվեց։ Մեմորանդում, որը պետք է ձևավորեր եւ այսօր միտված է դրան վերաձևավորելու համաեվրասիական տրանսպորտային ցանցը։ Խոսքը գնում է Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային կապի ձևավորման մասին, որի առանցքային հանգույցային կետերից էր հանդիսանում Իսրայելը, մասնավորապես իսրայելական Հայֆա նավահանգիստը։ Այն պետք է անցներ եւ նախագծվում է, որ պետք է անցնի ուրեմն Սաուդյան Արաբիայով, Հորդանանով եւ այլն, եւ որպես առանցքային կետ ուրեմն իսրայելական ենթակառուցվածքները։ Թուրքիան բավականին կոշտ արձագանքեց դրան, ինչու, որովհետեւ փաստացի այդ ստեղծված կոնֆիգուրացիան, որով Մումբայը կապվում էր, այո, հունական Պիրեուս նավահանգստի հետ դուրս է մղում այդ տրանսպորտային կոնֆիգուրացիայից եւ Էրդողանի հայտարարությունը հայտնի է այն մասին, որ չի կարող մեծ Եվրասիայում իրականացվել գետ մեկ նախագիծ, որը կշրջանցի Թուրքիան։ Այսօր Էրդողանը Թրամփի ադմինիստրացիայի հետ եւ BlackRock-ի հետ ինտենսիվորեն զարգացնելով, մենք եք պայմանական անվանենք դա տրանսպորտային երկխոսությունը, վերականգնում է սեփական դիրքերը համաեվրասիական լոգիստիկ կապերի մեջ, ցույց տալով, որ իսկապես Թուրքիան այն առանցքային հանգույցն է, որը հնարավոր չէ շրջանցել Եվրոպան եւ Ասիան այդ կապելու գործում։ Ես կարծում եմ, որ գլխավոր նպատակը սա է։ Եվ բացի դրանից, երբ մենք անդրադառնում ենք Թուրքիայի տրանսպորտային լոգիստիկ քաղաքականությունը սահմանող ռազմավարական փաստաթղթերին, ապա այնտեղ շատ հստակ նշված են այն ուղիները, որոնցով Թուրքիան հանդիսանում է որպես վերոնշյալ միջին միջանցքի շատ կարևոր խաղացող, որում Թուրքիան հանդիսանում է նաև եվրոպական էներգատրանսպորտային անվտանգության առանցքային դերակատար, որում առանց Թուրքիայի Եվրոպական միությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել սեփական գեոտնտեսական կենսունակությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Դրա համար շահագրգռված են, որ շահագրգռված են TRIP-ով որպես դիվերսիֆիկացման ուղով, իրենք շատ անկեղծ ասել են, դեպի Կենտրոնական Ասիա իրենց բանն ապահովելու համար։ Միջին միջանցքի ճյուղն է ընդհանրապես։ Բայց այստեղ լուծում է մի շատ ավելի խոշոր խնդիր իրականում, դա նաև Չինաստանի հնարավոր ազդեցության զսպումն է, ինչու, որովհետև միջին միջանցքը այսօր դե ֆակտո եւ դե յուրե ինտեգրված է Չինաստանի գոտի եւ ճանապարհ նախաձեռնության մեջ։ Եվ ձևավորելով այլընտրանքային ուղի Հայաստանի հարավով, Ամերիկայի Միացյալ Նահանգները ցույց են տալիս, որ նրանք եւս հանդիսանում են այս միջանցքի
միջին միջանցքի շատ կարևոր խաղացողներ։ Թուրքիայի հետ խորացնելով փոխգործակցությունը Միացյալ Նահանգները հերթական անգամ ցույց են տալիս իրենց ազդեցության աստիճանը Թուրքիայում եւ կարծում սա առավել քան տեղավորվում է եւ Թուրքիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գեոռազմավարական շահերի մեջ, որքանով է սա տեղավորվում Հայաստանի տրանսպորտային եւ ազգային շահերի մեջ, հարցս թերևս ռետորական է։ Հա, բայց սա եթե մենք չունենանք նորմալ իշխանություն առաջին հերթին, եթե մենք չկարողանանք հա այս բոլոր հաշվարկները անենք, մենք ուղղակի ոտնատակ ենք գնալու եւ կուլ ենք գնալու։ Այս այն պրոյեկտները, որովհետև այս BlackRock-ը ինքը տիրապետում է ահռելի գումարների եւ ինքը համարվում է նույնիսկ ստվերային բանկ է համարվում, որը մի քանի տրիլիոն կապիտալի է տիրապետում, իր մեջ ներառված են բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում ենթակառուցվածքներով զբաղվող, հա, արհեստական բանականությամբ բազմաթիվ, հա, դրանով։ Եվ նա բացի այսպես ֆինանս չթվա թե ուղղակի տնտեսական հարց է, դա լուրջ հովանոց է, որը իր ազդեցությունն է ունենալու քաղաքական որոշումների վրա։ Հետևաբար, եթե մենք չունենանք նորմալ իշխանություն, որը ոչ թե օբյեկտ է, որի հետ ինչ ուզեն կանեն, կերը կգցեն, կասեն մենակ թե, չգիտեմ, ինչ որ զբաղվի ծամի, մինչև մենք մեր հարցերը կլուծենք, այլ օբյեկտ է, այլ սուբյեկտ է, որը առաջ է քաշում, կարմիր գծեր պիտի դնես։ Հակառակ դեպքում, այս պրոյեկտի դեպքում, կամ դու պիտի մասնակցես, քեզ հարգեն ու մասնակից դարձնեն, քո ուժեղ կողմերը հաշվի առնելով, չէ, ռեսուրսային հնարավորություն, կամ քեզ պիտի ասեն գնային կողմ, մի խոսքով դու խանգարում ես։ Գիտես, իրականում, որպեսզի ապահովեն նման որոշումներ, անհրաժեշտ է բարձր մակարդակի սուվերենություն, այո, սա առաջինը, երկրորդը Հայաստանի Հանրապետությունը այսօր փորձում է ամեն կերպ տեղավորվել այս մեգա տրանսպորտային նախագծերի մեջ, բայց ինչ կարգավիճակով։ Ինչ կարգավիճակով, զուտ որպես կապող օղակ, բայց մենք տեսնում ենք, որ թրիպի շուրջ տեղի ունեցող այդ զարգացումների հետ մեկտեղ որևէ մեկը չի խոսում Հարավային Կովկասում տրանսպորտային ամբողջական ապաշրջափակման մասին։ Տեսեք, ես կարծում եմ, որ եթե խոս գնար իրականում Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ մասնավորապես տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վերահաստատման մասին, ապա թրիփը այդքան մեծ վտանգ իրենից չէր ներկայացնի։ Ինչու՞, որովհետեւ այդ պարագայում Հայաստանը կարող էր դառնալ որպես կարևոր տրանսպորտային հաբ, Հարավային Կովկասի տրանսպորտային հաբ։ Ինչպես իրականում ժամանակին այո Փաշինյան եւ նրա թիմակիցները փորձում էին ներկայացնել հայտնի ավելի շուտ տխրահռչակ խաղաղության խաչմերուկի ծրագրի շրջանակներում, ճիշտ է, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը ամբողջությամբ դրվել է մի կողմ եւ ամբողջությամբ կողմերը կենտրոնացրել են իրենց ուշադրությունը միայն մի փոքր հատվածի վրա 40-42 կիլոմետրի վրա։ Այո, մինչդեռ եւ մենք եւս սրա մասին շատ ենք խոսել, որ Հայաստանի սա շրջափակում է, սա անկլավիզացման ուղղված իհարկե քայլեր են, ինչ անել որպեսզի խուսափել դրանից։ Հասկանում ենք, որ արևելք արևմուտքը կարևոր է, հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները ունեն մեծ դերակատարում եւ Հայաստանի պես պետություն չի կարող թերևս այո ինչ որ դեմարշների գնալ։ Այո, ապրիորի դա հասկանում ենք, չենք քննարկում սա, բայց սրա հետ մեկտեղ պարալիզացնելով կամ ամեն դեպքում որպես առաջնահերթություն չներկայացնելով հյուսիս-հարավ միջազգային միջանցքը, մենք իհապես նվազեցնում ենք մեր տրանսպորտային անվտանգության մակարդակը։ Հյուսիս-հարավ, որը իմ խորին համոզմամբ բխում է Հայաստանի կենսական շահերից։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ որևէ մեկը պաշտոնական Երևանում չի խոսում դրա առաջնահերթության մասին։ Թեև կային բավականին հետաքրքիր լուծումներ, որոնք կարելի էր ժամանակին ընդունել դեռևս 19-20 թվականներին, օրինակ առաջարկվում էր Հայաստանին ձեռք բերել մի քանի լաստանավ Սևծով, ապահովելով կայունացնելով Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրոպա, Հայաստան-Ուկրաինա տրանսպորտային կապը։ Մեկ լաստանավի արժեքն ընդամենը $1.5 միլիոն, բյուջեի համար դա ընդհանրապես գումար չէր։ Իրենց պարգևավճարները քանի միլիոն դոլար են։ Այո, եւ նմանատիպ պարզ խնդիրներ լուծելու, իդեպ ռուսական կողմն էր դա առաջարկում ժամանակին, որ Ղրիմի կամուրջը կառուցվեց, այնտեղ ազատվեցին լաստանավերը, առաջարկվեց Հայաստանին։
հրաժարվեցին դրանից, ասելով որ դե հին են 80-ականների վերջերին են դրանք արտադրված եւ այլն, մինչդեռ այսօր շատ լավ շահագործում են։ Այսինքն սա կբարձրացներ մեր դերակատարումը սևծովյան կոմունիկացիաներում, կդարձներ մեզ նաեւ հյուսիս-հարավի շատ կարևոր խաղացող։ Մենք չգնացինք այդ քայլին, իշխանությունները չգնացին այդ քայլին։ Եվ գլոբալ խաղացողները իրենց շահերը կունենային այդտեղ։ Եւ մենք, իսկ հիմա մենք ստացվում է իրենք շահերի սպասարկողն ենք դառնում ու դառնում է տարանցիկ անեծք։ Հիմա կներեք, էլի 1980 տերմին կա, չէ՞, այդպիսի։ Դառնում է տարանցիկ անեծք, որը շրջափակման է տանում ես, բայց եթե մենք ունենանք ազգային իշխանություն, որը, այսպես ասած, ոչ թե հային նսեմացնի, այլ հայի առավելությունները եւ մեր աշխարհագրական դիրքը, մեր հնարավորությունները գնահատի, մենք կարող ենք օբյեկտից վերածվել սուբյեկտի, մենք սուբյեկտ ենք։ Սա է խնդիրը։ Անշուշտ եւ դրա համար եմ ես վախենում։ Տեսեք Ադրբեջանի եւ Թուրքիայի BlackRock-ի հետ այս պայմանագրերից իրենք իրենց շահերն ունեն, բայց մենք ինչ վիճակում ենք հայտնվելու այստեղ։ Եվ հատկանշական է, որ թրիփի համար թեև դա չհաստատված ինֆորմացիա պետք է դեռ ստուգվի, բայց ամեն դեպքում չի էլ հերքվել, տրամադրվում է 500 մետր տարածք, ոսկե երկարության, ոչ թե երկարության, այն լայնության մասին է, այո, նախագծի, ինչի համար է դա, սա մեծ հարց է առաջացնում իրականում։ Զրահատեխնիկա, ինչ է ամերիկյան ինչ որ ընկերությունների, գուցե նաև ոչ ամերիկյան կամ ամերիկյան դրոշի ներքո գտնվող ինչ որ այլ երրորդ երկրների ընկերությունների կամ գործակալությունների կամ գուցե հատուկ ծառայությունների ներկայություն։ Ես չգիտեմ, այստեղ մենք կարող ենք երկար գուշակություններ անել, բայց եթե իսկապես այդ փաստը հաստատվում է, ապա սա իհարկե հարցերի բավականին լուրջ շարան է առաջացնում։ Ինչով է պայմանավորված այդ հսկայական տարածքի տրամադրումը թրիփի համար, որը ընդհանրապես պետք է ենթադրի, այո, մուլտիմոդալ ավտոմոբիլային եւ երկաթուղային Դե հիմա եթե Նախիջևանից Հայաստան մտնողներ են ճանապարհը մի քանի անգամ լայնացրել, դե հիմա եկեք համադրենք։ Պատկերը ամբողջանում է։ Այո, ինչի։ Եվ սրան զուգահեռ մենք տեսնում ենք զարգացող խոսակցություններ, արդեն պաշտոնական մակարդակում արվող Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարման մոդելի փոփոխության մասին։ Գիտենք, որ 2008 թվականից կառավարվում է ռուսական ընկերության կողմից, այսօր արդեն, ինչպես տեսնում ենք, խոսք է գնում ղազախական երկաթուղային ընկերության հետ, իրենց օպերատորի հետ, ոչ միայն համագործակցություն հաստատելու, այլ նաև նրանց ներկայությունը մեր երկաթուղային համակարգի կառավարման համակարգում ապահովելու մասին։ Այստեղ ուղղակի հերոստատիտողին մի հիշեցում անեմ, օրերս Նիկոլ Փաշինյանը ճեպազորիցի ժամանակ պատասխանել էր լրագրողների հարցերին Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան ղազախական կողմին հանձնելու քննարկումների մասին, ինքը անձամբ զանգել էր Վլադիմիր Պուտինին, իհարկե պաշտոնական հաղորդագրության մեջ իրենք չէին տվել, որ Փաշինյանի նախաձեռնությամբ է դա եղել, ինչևէ, հարցին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք բարձրաձայնվել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան շտաբ երրորդ կողմի փոխանցելու հարցը, քանի որ այն ղազախական ընկերության փոխանցելու վերաբերյալ քննարկումներ կան, Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ հարցին գործընկերային լուծում կտրվի, մեջբերեմ նրա խոսքը ուղղակի, դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր եւ Ռուսաստանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է։ Այնպես չէ, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ նստում քննարկում ենք, որովհետեւ ՌԴ գործընկերները դեռ չեն ասել, լավ համաձայն ենք, եկեք այդպես անենք։ Նկատի ունեմ քննարկումն այլ ռեժիմ է, բայց նման գաղափարներ կան տեղացող։ Այստեղ հիշեցրեք, հա, որ Ղազախստանը թուրքախոս պետությունների կազմակերպության անդամ է եւ միջին միջանցքի շատ կարեւոր խաղացող է, ճիշտ է։ Այստեղ եւս հերթական անգամ պատկերն ամբողջանում է, որովհետեւ եթե ղազախական կապիտալը բերվում է Հայաստանի երկաթուղային ցանց, սա նշանակում է միջին միջանցքի ակտուալացում, որը տարբեր աղբյուրներում նաև գնահատվում է որպես Թուրանի միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչ է ասում Փաշինյանը, ասում է ռուսական կապիտալի արկայությունը մեր երկաթուղային համակարգում խոչընդոտ է ստեղծում մեր տրանսպորտային ինտեգրման համար, տարածման գործառույթ, այո, տեսնում են, ասում են սա ռուսական երկաթուղ է։ Նախ մենք գիտենք, որ դա ռուսական երկաթուղի չի, մեր երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ընդհանրապես հանձնված է կառավարման։ Բայց սա հարցի այլ կողմն է։ Իրականում, ասենք Ֆրանսիան ասում է օրինակ ինչու է բանը Ռուսաստան, բեռները կարևորը Տեխասն է, չէ՞։ Իհարկե, բնականաբար։ Չէ, տեսականորեն ով կարող է նման դժգոհություն հայտնել։ Եկեք աշխարհագրորեն մոտենանք։ Այո։
Կենտրոնական Ասիայի երկրները, դե մեծ հաշվով Կենտրոնական Ասիայի երկրները առավել քան դինամիկ կերպով տրանսպորտային փոխգործակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, այստեղ որևէ խնդիր չկա, ճիշտ է։ Վրաստանը վստահեցնում եմ ձեզ ոչ, որովհետև 2012 թվականի այնտեղ իշխանափոխություն, երբ իշխանության եկավ վրացական երազանքը, սկսվեց բավականին զուզ, բայց այնուամենայնիվ տնտեսական փոխգործակցություն Ռուսաստանի հետ, եւ մենք գիտենք, որ թեև քաղաքական լուրջ խնդիրների Ռուսաստանն այսօր Վրաստանի առանցքային տնտեսական գործընկերն է, այսօր չեմ խոսում էներգիայի մատակարարումների մասին եւ այլն, իսկ եւ մենք բարբերաբար տեսնում ենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթուղային ուրեմն ընկերությունների պատվիրակությունները հանդիպում են, քննարկումներ են ունենում, այսինքն այստեղ խնդիրը եւս հանվում է։ Իրանը բացառում ենք, չէ՞, բնականաբար, որը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է։ Մնում են իհարկե մեր հարևանները, ուրեմն արևմուտքից եւ արևելքից, Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք բնականաբար տրանսպորտային նոր կոնֆիգուրացիա ձևավորելու նպատակով, որի հիմքում ընկած է լինելու այդ միջին միջանցքի կոնցեպտը, որի վերջնական նպատակն է կապել եւ փոխինտեգրել այդ թուրքական աշխարհը, բնականաբար սա կարող է լինել պահանջ, որը ուղղակիորեն թե անուղղակիորեն հնչեցվել է հենց այս վերոնշյալ երկրների քաղաքական ղեկավարության կողմից, այսինքն տրամաբանորեն այստեղ այլ երկիր դժվար է պատկերացնել, որի համար ռուսական գործոնի արկայությունը այստեղ խնդիր է։ Հա, բայց այդտեղ հիշեք է, որ երբ տվեց Ղազախստանը Իրան այդ պարգևի արժանացրեց, հա, մեկ տարի առաջ։ Չէ, մի տարի չկար։ Մեդալի արժանացրեց այն բարձր մեդալի, ազգային պարգևի, այո, այս ամիսներ առաջ։ Հա, սա էլ կարևոր է, եւ թուրքական պետությունների նպատակները, ծրագրերը, որ նույնիսկ ընդհանուր ուզում են միասին ստեղծեն թուրքախոս պետությունների կազմակերպություն, սեփական բանակ է ուզում, որ ինչ անի։ Այստեղ միանգամից համընկնում են եւ խաչում են մի քանի երկրների շահեր։ Տեսեք, եթե դիտարկում ենք Ղազախստանը, ինչու Ղազախստանը օրինակ, հա, ինչու խոսք չգնաց, չգիտեմ, Չինաստանի մասին, կամ լավ Հնդկաստանի մասին, իդեպ 2007 թվականին մինչև Ռուսաստանի հետ կոնցեսիա կնքելը Հնդկաստանն էր մասնակցում տենդերին։ Հետո դուրս եկավ ինչ-ինչ կարող էին գոնել։ Բայց ինքը որ անունները տվեց, արաբական էմիրություններ, Քաթար, Օման, Ղազախստան։ Այո, Ղազախստան։ Տեսեք, որ երկրների անուններն է տվել Փաշինյանը դրանից առաջ։ Այն երկրները, որտեղ բավականին ներկայացված է, առավել քան ներկայացված է Թուրքիան եւ օրինակ նույն Քաթարում արկա է թուրքական ռազմական բազան, Ղազախստանի հետ մենք արդեն խոսեցինք թուրքերը ինչ խորքային փոխգործակցության մեջ են գտնվում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում Թուրքիան եւս ունի բավականին լայն տնտեսական ներկայություն, այո։ Սա մի կողմից, մյուս կողմից սրանք բոլոր այն երկրներն են, ներառյալ Ղազախստանը, որոնք գտնվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների գեոքաղաքական շահերի այդ ծիրի մեջ եւ հետեւաբար մեր երկաթուղային համակարգի կառավարման մոդելի վերաձևավորումը ես կարծում եմ պայմանավորված է հենց դրանով։ Սա մի գործընթաց է, այսինքն ռուսական կապիտալի դուրս բերում այստեղից, որը բխում է Ա Թուրքիայի, Բ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ հերթականությունը, ինչպես ուզեք, ռազմավարական շահերից այս տարածաշրջանում։ Դուք խոսել եք Վրաստան-Հայաստան գազամուղի 5.5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխման մասին, որը ներկայացվել էր որպես տեխնիկական հարց։ Սրա ինչ ռիսկեր եք տեսնում, հա, այդ չգիտենք վերջնական պատասխանավորն է, ինչու կա նման մտադրություն, հա։ Դեռևս մենք ունենք, տեսնեք, դեռևս մենք ունենք վրացական կողմի հայտարարությունը այն մասին, որ 90-ականներից ի վեր այդ հայ վրաց ադրբեջանական տարածքը, այդ հանգույցը փոքր ականապատված է եւ հետեւաբար շատ դժվար է այնտեղ տեխնիկական աշխատանքներ իրականացնել, խոչընդոտներ կան եւ այլն, հետեւաբար պետք է փոխել գազամուղի լոգիստիկան։ Սա պաշտոնական վարկածն է։ Հայկական կողմը ցավոք սրտի դերևս որևէ հայտարարություն չի արել, պաշտոնական բան չկա, շատ դժվար է ասել, բայց եթե մենք այս հարցը դիտարկում ենք արդեն մեկնարկած ուրեմն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շրջանակներում, ապա
Մայրուղային գազամուղը, որը կարմիր կամուրջ, Այս Ալիև Փաշինյան սահմանագծման մասին է այո, ոչ հայ-վրացական, ոչ հայ-վրացական սահմանի, այսինքն խոսքը գնում է կարմիր կամուրջ, սև քար, բերդ մայրուղային գազամուղի մասին, որը մեր համար ունի առանցքային նշանակություն, մեր գազատրանսպորտային համակարգի ողնաշարն է ինչ-որ իմաստով, որով մենք տարեկան Ռուսաստանից Վրաստանի տարածքով ներկրում ենք մինչև 2.3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այդ գազամուղը իր լոգիստիկայով անցնում է այն տարածքներով, որոնք կարող են ենթարկվել որոշակի տարածքային փոխակերպումների, այսպես եկեք արտահայտվենք, հա, այսինքն այդ անկլավների խնդիրը, որը կարող է ուղիղ ազդեցություն ունենալ մեր գազատրանսպորտային կապի Վրաստանի հետ։ Եթե խոսքը գնում է հենց այս հատվածի, այն մայրուղային գազամուղի այն հատվածների մասին, որոնք անցնում են ոսկեպարի կողքով եւ այլն, ապա բնականաբար սա էներգետիկ անվտանգության ռիսկ է։ Բայց սպասենք ամեն դեպքում պաշտոնական հայտարարությանը եւ տեսնենք, թե իրականում ինչ կոնֆիգուրացիայի մասին է խոսքը գնում, որովհետեւ դեռևս process-ը մեկնարկած է հանրային դաշտում միակողմանի ձևաչափով Վրաստանի հայտարարության վրա ենք մենք հիմնվում, իսկ ինչ են ասում վրացիները ամեն դեպքում։ Ասում են, որ սա երկուստեք ձեռք բերված համաձայնություն է, վրացական հատվածում իրենք են իրականացնելու շինարարական աշխատանքները, հայկական կողմում բնականաբար Հայաստանը։ Սա խոսում է այն մասին, որ ամեն դեպքում Հայաստանի տարածքում եւս որոշակի ռեկոնֆիգուրացիա լինելու է լոգիստիկայի երթուղու փոփոխման։ Բայց թե որ ուղղությամբ է դա գնալու եւ ինչ աշխարհագրություն է ունենալու, այս պահի դրությամբ դեռևս վաղ է դրա մասին խոսել։ Հիպոթետիկ մակարդակում, եթե դիտարկենք հարցը, իհարկե, եթե ուրեմն վերոնշյալ կարմիր կամուրջ, սև քար, բերդ մայրուղային գազամուղը ենթարկվում է նման փոխակերպումների, ապա սա իր հերթին ենթադրում է, որ ձևավորվում է ինչ-որ իմաստով մի մեթոդ, որը կարող է Ադրբեջանը հետագայում կիրառել Հայաստանի նկատմամբ, օրինակ նույն Սյունիքում։ Ճիշտ է, որտեղ մենք եւս ունենք բավականին լուրջ կրիտիկական ենթակառուցվածքներ Իրանին կապող եւ Իրան-Հայաստան գազամուղ եւ Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գիծ եւ այսօր երրորդ օդային գիծն է կառուցվում եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ եթե այս սահմանագծման եւ սահմանազատման ծրագրերի կամ գործունեության շրջանակներում կիրառվի վերոնշյալ մեթոդը, որը կիրառվում է փաստացի այսօր մեր հյուսիսարևելյան սահմաններին, ապա Հայաստանը, ինչպես քիչ առաջ մենք նշեցինք, այո, կարող է ենթակառուցվածքային առումով հայտնվել անկլավային պայմաններում, եթե Ադրբեջանը շարունակի այն ագրեսիվ, միլիտարիստական եւ Հայաստանի կենսական տարածության զսպման ուղղված քաղաքականությունը։ Կրկնում եմ, սա վատ նախադեպ է շատ։ Եթե այս գազամուղի երթուղու փոփոխությունը կապված է ոչ թե զուտ տեխնիկական, այլ այդ դեմարկացիոն դեմիլիտացիոն գործընթացների հետ։ Սպասենք տեսնենք գուցե ինչ-որ մեկնաբանություններ պաշտոնական գոնե կամ տեսակետ կներկայացվի։ Պարոն Դավթյան, ժամանակը իհարկե շատ քիչ էր, շատ խոսեցինք, շատ թեմաներ կա, բայց անպայման ուզում եմ ատոմականի մասով էլ խոսենք։ Այսքան ասում էր հարգելի հետևորդներ, հարգելի մեր հետևորդներ, Փաշինյանը անդադ ասում էր բանակցում ենք Չինաստանի հետ, այլ երկրների հետ, ատոմականի հետ կապված Ռուսաստանի հետ, Վենսը գալիս է, ԱՄՆ փոխնախագահ Վենսը գալիս է, ասում է մի խոսքով փոքր ռեակտորների հարցի մասին պայմանավորվել ենք։ Հա, ու մի հատ չի էլ ասում, ոչ, չէ, բան, ոնց որ Թրամփի մոտ էր, չէ, նստած վախենում էր ասի, ինչ միջանցք, ինչ բան, հետո ասում է, ով է ասում միջանցք։ Թրամփն էր ասում, դու բերանը ջուր առած նստած էիր։ Այսպես, այսինքն սառը ջուր լցրեց, որտեղ Վենսը փոխնախագահ մարդ է, այդ բաները սիլիբիլիները մի կողմ, ինքը վերակենում, փաստ արձանագրում։ Դրանից հետո, բայց նորից էլի սկսել էին մարդկանց մոլորեցնել, թե բանակցում ենք էլի այսպես։ Հիմա մութ ամպերը դեռ կուտակված են մեր ատոմակայանի գլխին, հա, այս վերջերս նույնիսկ հրապարակեցինք ոչ միայն ձեր նախկին հարցազրույցներից մի հատված ատոմակայանի կարևորության մասին, ձեր գործընկերներից Արամ Մարջանյանը լինի, որ դա եղել է Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքը, որ մեր ատոմակայանը փակվի, հա, չլինի։ Հիմա վտանգը դեռ կախված է գլխին, ինչ վիճակում է։ Կա
որոշում այս պահի դրությամբ իրականացվող երկարացնելու մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկի կյանքը մինչև 2036 թվական։ Այս որոշումը հստակ կա եւ իրականացվում է անկախ ամեն ինչից։ Փոփոխության ենթակա չի։ Դե եթե ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, ապա իհարկե, բայց գիտեք հաշվի առնելով, որ նոր բլոկի կառուցման համար, եթե դա անգամ լինի փոքր հզորության ռեակտոր, անհրաժեշտ է 8-ից 10 տարի մեծ հաշվով, ամբողջ այդ ցիկլը ապահովելու համար, ապա ես կարծում եմ, որ դա տեղավորվում է այս ժամկետների մեջ, այսինքն մինչև 36 թվական շահագործվում է գործող բլոկը, մինչ այդ արդեն կյանքի է կոչվում նոր մոդուլային ռեակտորի նախագիծը։ Բայց սրա հետ մեկտեղ խոսվում է նաև եւս 10 տարով մեծամորի այդ երկրորդ բլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին մինչև 2046 թվական։ Ռոսատոմի մասնագետները, որոնք իրականացրել են բոլոր այդ մոդեռնիզացիոն աշխատանքները, պնդում են, որ դրա հնարավորությունը կա, որ ատոմակայանի մեր ռեսուրսը թույլ է տալիս մինչև 2046 թվական երկարացնելու երկրորդ էներգաբլոկի կյանքը։ Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ակնհայտ է, որ մենք կունենանք շատ էներգետիկ անվտանգության առումով բարենպաստ իրավիճակ։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կան որոշ պարտավորություններ, որոնք Երևանը ստանձնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ երկկողմ մի շարք փաստաթղթերի ներքո 1-2-3 այդ հայտնի համաձայնագիրը, որը եւս ստորագրվեց Երևանի եւ Վաշինգտոնի միջև Վենսի այցի շրջանակներում, որոշակի դաշտ է ստեղծում, բայց չի ապահովում երաշխավորված փոխգործակցություն Երևանի եւ Վաշինգտոնի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում, այստեղ եւս մոլորություն կա շատերի մոտ, որ եթե ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրեմն Միացյալ Նահանգները պարտավորություն են ստանձնել Հայաստանում ատոմակայան կառուցելու, դա ամենևին էլ այդպես չէ։ Այդ համաձայնագիրը վերաբերում է նրան, որ Միացյալ Նահանգները հանում են այն սահմանափակումները, որոնք առկա են Միացյալ Նահանգների միջուկային տեխնոլոգիաների արտահանման մասով։ Այսինքն Միացյալ Նահանգները տեսականորեն կարող են Հայաստանին տեխնոլոգիաներ տրամադրել։ Բայց հարցը նրանում է, որ ինչ տեխնոլոգիաներ պետք է տրամադրեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե իրենք այս պահի դրությամբ չունեն որևէ իրականացված մոդուլային ռեակտորի նախագիծ։ Ես ավելին ասեմ, եւ սա շատ կարևոր ցուցիչ է, 1979 թվականից ի վեր, երբ Միացյալ Նահանգների խոշորագույն Three Miles Island ատոմակայանում տեղի ունեցավ վթար, դրանից հետո Միացյալ Նահանգները չեն կառուցել Get-1 ատոմակայան, խոսքը գնում է վերակառուցել են, մոդեռնիզացրել են, նոր ատոմակայան չեն կառուցել 79 թվականից ի վեր։ Սա մենք պետք է հաշվի առնենք, երբ խոսում ենք մեր միջուկային դիվանագիտության մասին, այսպես ասեմ, այսինքն գործընկերների ընտրության մասին։ Մյուս կողմից իհարկե, եթե որոշում կայացվի այնուամենայնիվ մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ հետո ուրիշ պատկեր կունենանք եւ այս փորձանքը կվերջանա։ Իհարկե ամեն ինչ ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրներ։ Այս արկածախնդրությանը վերջ ինչպես է բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց անդրադարձան կապված են ուղիղ կախված են քաղաքական զարգացումներից, իհարկե հիմքում դրանք բոլորն է քաղաքական են, թե փորձում ենք ինչ որ մասնագիտական գնահատականներ տալ։ Բայց եթե ամեն դեպքում այս սցենարը կյանքի կոչվի, ապա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ գեներացման բազայի կտրուկ կրճատում։ Սա նշանակում է կայուն էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակում։ Սա նշանակում է, որ Հայաստանը էապես կկորցնի իր դիրքերը որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Իսկ մենք այստեղ ունենք որոշակի առաջնահերթություններ Իրանի ուղղությամբ, ինչպես արդեն քիչ առաջ նշեցի, Թեհրանի հետ կառուցում ենք երրորդ բարձրավոլտ գիծը, որը պետք է մինչև 1100 մեգավատը հասցնի Հայաստանից Իրան եւ Իրանից Հայաստան փոխադարձ հոսքերը։ Հիմա եթե մենք չենք ունենում ատոմակայան, որ շատ կարևոր եւ անվտանգային եւ կայունացնող ստաբիլիզացիոն դերակատարում ունի մեր ամբողջ էներգետիկ համակարգի մեջ, եթե մենք հրաժարվում ենք դրանից եւ գնում ենք փոքր կայանի այդ էքսպերիմենտալ նախագծի ճանապարհով, իհարկե էներգետիկ անվտանգության ռիսկերը եւ մեր էներգետիկ բազայի սահմանափակումը առավել քան հստակ է։ Գալով Թուրքիային, դուք խոսեցիք Թուրքիայի շահերի մասին, այո, 94-95 թվականներից ի վեր եւ վերագործարկվեց ատոմակայանի երկրորդ բլոկը, թուրքերը եւ ադրբեջանցիները ջանք ու երան չեն խնայել։ Հիմա էլ կեղծ էկոլոգներ են գուցեր ոնց որ Լաչինում կեղծ էկոլոգների միջոցով իրականացնելու համար։ Բայց խնդիրը եթե ավելի լայն ենք դիտարկում, ապա ինչու՞ է Թուրքիայի նպատակը։ Այո, իհարկե դա Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ սուվերենության կտրուկ անկումն է։ Իր հետևից բխող բազմաթիվ բացասական հետևանքներով։
բայց նպատակը նաև զուտ տնտեսական է, որովհետև Թուրքիան ինտենսիվորեն զարգացնում է միջուկային սեկտորը, Աքույի ատոմակայան 4800 մեգավատ, Սինոպում կառուցում է ատոմակայան, Ֆրակիայում կառուցում է ատոմակայան, աշխարհի տասնյակի մեջ է մտնում Թուրքիան հիդրոէներգետիկայի զարգացման ցուցանիշներով 750 հիդրոէլեկտրակայան է այսօր գործում Թուրքիայում։ Եվ Թուրքիայի ազգային էներգետիկ անվտանգության դոկտրինում շատ հստակ նշված է, որ 35 թվականին ավելի շուտ 30 թվականին թուրքերը հասնում են ամբողջությամբ ինքնաբավության էլեկտրաէներգետիկ պահանջների մասով, այո, այսինքն չեն կարիք չի լինելու ներկրելու էլեկտրաէներգիա արտաքին շուկաներից։ 35 թվականից սկսում են ինտենսիվորեն արտահանում իրականացնել։ Հիմա ես ուզում ձեր ուշադրությունը հրավիրել մի հանդիպման վրա, որը մոտ 2 շաբաթ առաջ տեղի ունեցավ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարի միջև, եթե չեմ սխալվում, հենց Անկարայում, որտեղ խոսք գնաց ոչ թե պարզապես էներգետիկ փոխգործակցության հեռանկարի մասին, անգամ խոսվեց դրա ներդրումային բաղադրիչի մասին։ Ասում են, սկսել ենք արդեն հաշվել, ինչ գումար է պետք, որպեսզի այդ էլեկտրահաղորդման գիծը կառուցվի, կայանները կառուցվեն եւ այլն։ Հետո կծախենք փաթեթավորեն, կասեն ներդրում ենք անում, ես ենք անում։ Բնականաբար, այո, եւ սա իհարկե նշանակում է Թուրքիայի նաեւ ամեն ինչից զատ նաեւ էներգետիկ էքսպանսիայի իրականացում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խնդիրը այնպես որ ես կարծում բազմաշերտ է եւ այս բոլոր հանգամանքները պետք է Պարոն Դավթյան, վերջում մի հարց է։ Այս ամեն ինչը երբ որ քննարկում ենք, ինձ թվում է ամեն դեպքում ոչ արևմուտքն է խելքը գցել, ի վերջո ինքնապաշտպանական, գոյաբանական էգզիստենցիալ տարբեր խնդիրներ իրենք էլ ունեն տարբեր դրամաչափի եւ հետեւելով այն կարծիքներին, որ կա թե եվրոպական առանձին երկրներում, թե Միացյալ Նահանգներում, իսկ այնտեղ հարգելի հետևորդներ, այստեղի հակառուսական թևի նման չեն մտածում, այնտեղ տարբեր տեսակետներ կան, ծանրակշիռ լուրջ տեսակետներ կան եւ արևմուտքը դրանով է հետաքրքիր հենց։ Եվ մշտապես Արցախը եւ Հայաստանը պատմականորեն համարվել է եվրոպական արևմտյան քաղաքակրթություն, արևելքի մերձավոր արևելքում, մեծ մերձավոր արևելքում կար արևելյան հատվածում եւ նույն Արցախի մասին ժամանակին ինչպես ասում էին արևելքում արևմուտքի դուռն է, Եվրոպայի դուռն է, Սյունիքն է նաեւ ասվում, հա։ Ինձ հետաքրքիր է այն տեսակետը, արդյոք արևմուտքը իրական այս փոփոխություններից հետո, որտեղ արևմուտքում էլ է փոփոխություն տեղի ունենում, չեն գիտակցի, որ այն ինչ որ հիմա տեղի կունենա, եթե ձեր ձեռքով կամ այդ Ուրսուլաների կամ այլ կենտրոնների ռազմաֆինանսական, հա, այդ կորպորացիաների թելադրանքով Փաշինյանի ձեռքով տեղի կունենա Հայաստանի հետ, դա ծնելու է նոր Օսմանյան կայսրություն, դա վտանգելու է ոչ միայն ինչպես Ռուսաստանին, Չինաստանին, այլ Եվրոպա, արևմուտք, քեզ նաև հենց, հա, որովհետև դու այդպիսով, այսպես ասած, մի հրեշ ես մեծացնելու, որի ամբիցիաները արդեն իսկ իրենց մասշտաբներով վտանգ են ներկայացնում։ Ինձ հետաքրքիր է, հա, այստեղ ինչպես պետք է ճիշտ օգտագործել այդ խաղաքարտը եւ այդ ռեսուրսը վերջի վերջո Հայաստանն իսկապես ինքը արևելյան տարածքում է գտնվում, բայց արևմտյան արժեքների կրող է ու միշտ է այդպես եղել, հա, այդ քաղաքակրթությունների խաչմերուկում է գտնվել եւ դա երևի մեր ուժն է։ Հիմա որքանով արևմուտքը սա կհասկանա, հակառակ դեպքում իրենք, այո, ինչպես իմ զրուցակիցներից մեկը ասաց, կարող են ունենալ թույլ տալ իրենցից ձեռքով նոր Օսմանյան կայսրություն։ Արևմուտքը միատար չէ, նախ դրանից սկսենք, Տիկին Սարյանյան, որովհետև արևմուտքը բաղկացած է շատ տարբեր եւ իրարամերժ դերակատարներից, շատ տարբեր մշակույթներից եւ այդ մշակույթների ներսում եւ այդ թվում քաղաքական մշակույթների ներսում կան շատ իրարամերժ ուժեր, որոնք տարբեր են տեսնում թե Թուրքիայի հետ հարաբերությունները, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե Չինաստանի հետ փոխգործակցությունը եւ այլն։ Եվ նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ կա մի առանցքային քաղաքագետ, որը Մարշմայերն է, Միրշայմերը։ Այո, ով ամբողջությամբ հակադրվում է կամ Ջեֆրի Սաքսը օրինակում Իդեպ մոտորերս Ջեֆրի Սաքսը կրկին 168 ժամին հարցազրույց կտա։ Այո, ովքեր ամբողջությամբ հակադրվում են այն թերևս ավանդական դարձած մոտեցումներին, որոնք նույն Միացյալ Նահանգների քաղաքական
խոսույթում եւ քաղաքական տրամաբանության մեջ ձևավորվել են։ Եվրոպայում եւս մենք կարող ենք նշել բազմաթիվ նման Մեծ Բրիտանիայում եւ դրանք MI6-ի հետ աշխատած մասնագետներ եւ դրանք պարզապես անհատներ չեն, անհատ փորձագետներ չեն, դրանք ունեն շատ լուրջ ինստիտուցիոնալ ազդեցություն եւ աշխատում են քաղաքական տարբեր էլիտաների հետ։ Այսինքն իմ գնահատականով իհարկե այսպես կոչված կոլեկտիվ արևմուտքում կա ընկալումը մեծ հաշվով այն ռիսկերի, որոնց մասին դուք խոսեցիք, բայց մյուս կողմից կա նաև պրագմատիկ հաշվարկ։ Պրագմատիկ հաշվարկը ինչու՞մ է կայանում։ Կայանում է նրանում, որ նույն Եվրոպական միության ներսում տնտեսական եւ հետեւաբար քաղաքական կայունություն ապահովելու համար Եվրոպային անհրաժեշտ է վերահսկողության առնվազն վերահսկողության կամ կանխատեսելիության գոտում պահպանել նույն Թուրքիային, նույն Ադրբեջանին, թուրքական աշխարհի այլ երկրներին, որոնք հատկապես այսօր, երբ 2022 թվականին մեկնարկած այդ ռուս-ուկրաինական կոնֆլիկտից ի վեր գտնվում են բավականին ծանր տնտեսական կացության մեջ, նրանց բնականաբար անհրաժեշտ են շատ լուրջ դիվերսիֆիկացիոն հնարավորություններ։ Այսինքն եվրոպական երկրները նույնիսկ ուզենան դուրս գան Եվրամիությունից, բայց Թուրքիա, եւ այլն, փորձեն դրանցով Իհարկե, դե նույն Հունգարիան օրինակ այս առումով մենք եւ Թուրքիայի թուրքական քաղաքական էլիտաների հետ գտնվում են շատ խորը փոխգործակցության մեջ եւ Ֆիցոն է ուրեմն վարչապետ Ֆիցոն, այո, եւս թուրքերի հետ բավականին այսպես լուրջ փոխգործակցության մեջ է գտնում եւ իր քաղաքական ուժը բայց նաեւ դիմադրում է Եվրոպային։ Եվրոպային դիմադրում է, բայց Եվրոպան դրա հետ մեկտեղ փորձում է օգտագործել թուրքական ուղղությունը որպես շատ կարևոր հանգույց սեփական տնտեսական անվտանգության ապահովման համար։ Իսկ տնտեսական անվտանգության ապահովումը ուղիղ համեմատական է նրանց քաղաքական վերարտադրությանը։ Այդ էլիտաների քաղաքական վերարտադրությունը։ Որտեղ այն պայմաններում, երբ Եվրոպան գտնվում է տնտեսական ծանր պայմաններում, երբ խոսում ենք Եվրոպական միության ավելի շուտ դեինդուստրիալիզացման մասին, արտադրական հզորությունների ուրեմն սահմանափակման մասին եւ այլն, իհարկե անհրաժեշտ է նոր ուղղություններ եւ այդ նոր ուղղություններից մեկը, երբ ռուսական ուղղություն այլևս չկա, որը թույլ էր տալիս էժան հումքի վրա հիմնվելով ապահովել եվրոպական տնտեսական կայունությունը, ի հայտ են գալիս նոր ուղղություններ, որոնք են Թուրքիան, որն է Ադրբեջանը, որն է Կենտրոնական Ասիայի երկրները, Ղազախստանը, մասնավորապես Թուրքմենստանը։ Այստեղից էլ նրանց շահագրգռվածությունը իրականացնել բավականին էքսպանսիոնիստական քաղաքականություն առասարակ Կասպիի ուղղությամբ, որովհետև սա կարևորագույն հանգույց է, որը կարող է թույլ տալ ապահովել այդ մատակարարումները Կասպի ավազանից դեպի Եվրոպա եւ դրանով իսկ կրկնում եմ ապահովել Եվրոպայի տնտեսական անվտանգությունը։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք, ավելի շատ տեղավորվում է իդեոկրատական իշխանության մեջ, երբ որ քաղաքական գործիչը իշխանությունը մտածում է ոչ թե սեփական վերարտադրության, ոչ թե տնտեսական կայունության մասին, այլ ունենում է լայն տարածքային աշխարհաքաղաքական մտածողություն։ Բայց մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի ժամանակակից աշխարհում եւ քաղաքական էլիտաներում մասնավորապես նման մտածողությունը առանձնապես զարգացած եւ տարածված չէ։ Որ կարող է այդպիսի բան անել։ Այո, չոր հաշվարկ եւ մենք սկսեցինք մեր զրույցը նրանից, որ աշխարհը թևակողում է։ Չնայած կարծում եմ, երբ որ արդեն իրենց հասարակությունների մեջ բունտեր հասունանան եւ քաղաքացիական այո ընդվզումներ լինեն, երբ որ նույն ասենք բրիտանացիները ընդվզեն մուսուլմանական հատվածի դեմ կամ նրանց առավելություններ, արտոնություններ տալու դեմ, երբ որ Ֆրանսիայում սկսեն արաբների դեմ, մի խոսքով, այսինքն այդ զարգացումները երբ որ լինեն, այդ ժամանակ իրենք կմտածեն։ Այո, երկարաժամկետ կտրվածքով այո։ Կմտածեն ու կհասկանան ինչու է պետք քրիստոնյա Հայաստանը, ինչու է կարևոր քրիստոնյա Հայաստանը։ Այո, բայց այս պահի դրությամբ առնվազն եւ այն հեռանկարով, որը մենք կարող ենք կանխատեսել, իհարկե այդ տնտեսական պրագմատիզմը եւ չոր հաշվարկը իմ համոզմամբ լինելու է գերիշխող։ Մենք էլ պիտի, բայց մեր երկրում տենց առաջնորդվենք ընտրություններ են ու պետք է իսկապես չոր հաշվարկ, սառը գլուխ եւ տաք սիրտ, որտեվ այո, մենք էլ չենք կարող այս արկածախ ընտրությունը շարունակել։ Ոչ մեկ չի սпасելու մեզ։ Շնորհակալ եմ, պարոն Դավթյան, ինչպես միշտ շատ ինֆորմացված եւ հետաքրքիր զրույցի համար, որ թողենք ել կխոսենք։ Այստեղ խնայում ենք։ Զարգելի եթե ոչ թե աճը։
Հարգելի հետևորդներ, Կիրակնորիա դասերների եթերում իմ զրուցակիցներ քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության հարցերով մասնագետ Վահե Դավթյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։